Էմիլ Զոլա Փողը 1963 թվական Առաջին Բորսայում ժամը 11-ը նոր էր խփել, երբ Սակարը շամպոյի ճաշարանը մտավ։ Սպիտակ և ոսկեգույն այն դահլիճը, որի երկու բարձր լուսամուտները հրապարակին են նայում։ Նա արագ հայացք գցեց փոքրիկ սեղանների շարքերին, որտեղ իրար սեղմված, կողք կողքի, մտահոգ նստել էին հաճախորդները։ Նա կարծես զարմացավ չգտնելով իր փնտրած դեմքը։ Աշխատանքային իրարանցման մեջ պնակներով ծանրաբեռնված մի մատուցող էր անցնում։ «Լսեք, պարոն Հյուրեն չի եկել», հարցրեց Սակարը։ «Դեռ ոչ, պարոն»։ Սակարը որոշեց սպասել։ Նա նստեց լուսամուտներից մեկի խորշում դրված, նոր ազատված մի սեղանի առջև։ Նրան թվում էր, թե ուշացել է, և մինչ ծածկոցն էին փոխում, նա սկսեց դիտել փողոցը, հետևելով մայթի անցորդներին։ Նույնիսկ երբ սեղանի պարագաները բերեցին, նա իսկույն պատվեր չտվեց։ Դեռ որոշ ժամանակ հայացքը չհեռացրեց հրապարակից, որ մայիսյան առաջին օրերից մեկի պայծառ լույսով էր ողողված։ Այդ ժամին, երբ բոլորը նախաճաշում էին, հրապարակը համարյա դատարկ էր։ Նուրբ և թարմ տերևներով ծածկված կասկենիների տակ նստարաններն ազատ էին։ Կառքերի կայանում վարձու կառքերի շարքը ձգվում էր ցանկապատի մի ծայրից մյուսը։ Բաստիլի կողմից եկող հանրակարգը կանգ էր առնում տոմսակատան առաջ, այգու անկյունում, առանց որևէ ուղևոր իջեցնելու կամ վերցնելու։ Արևն առատորեն ցած էր թափվում, լույսով ողողում էր բորսայի շենքը իր սյունաշարով, երկու արձաններով, ընդարձակ վերնագավթակով, որի վերևում գտնվում էր լավ դասավորված աթոռների բանակը։ Սակարը շուռ գալով ճանաչեց հարևան սեղանի առաջ նստած Մազոյին, բորսային միջնորդին, և ձեռքը նրան մեկնելով բացականչեց. «Այդ դուք եք, բարի լույս»։ «Բարև», պատասխանեց Մազոն, մտացրիվ նրա ձեռքը սեղմելով։ Մազոն, որը փոքրահասակ, թուխ, շատ աշխույժ, գեղեցիկ տղամարդ էր, վերջերս 32 տարեկան հասակում հորեղբայրներից մեկի պաշտոնն էր ժառանգել։ Թվում էր, թե նա ամբողջովին խոսակցությամբ էր կլանվել իր դեմը նստած, կարմիր և սափրված դեմքով մի գեր պարոնի, հռչակավոր Ամադիոյի հետ, որի նկատմամբ ողջ բորսան հարգանք էր տածում, Սելսիսի հանքերի հետ կապված նրա հայտնի գործառնույթից հետո։ Երբ բաժնետոմսերը մինչև 15 ֆրանկի էին իջել և յուրաքանչյուր գնողին խելագար էին համարում, Ամադիոն այդ գործի մեջ ներդրել էր իր ամբողջ հարստությունը՝ 200,000 ֆրանկ, առանց որևէ հաշվի կամ հոտառության, մի հաջողակ ամբանի համառությամբ։ Հետագայում, երբ իրոք հարուստ հանքեր հայտնաբերվեցին, բաժնետոմսերի կուրսը 1000 ֆրանկն անցավ, և նա մոտ 15 միլիոն շահեց։ Նրա խելացնոր գործողությունը, որի համար պետք էր ժամանակին գժանոց տրվեր, այժմ նրան բարձրացրել էր ֆինանսական խոշորագույն ուղեղն ունեցող մարդկանց շարքը։ Բոլորը բարևում էին նրան, խորհուրդ հարցնում, սակայն նա հանձնարարություններ չէր տալիս, կարծես բավարարված էր թագավորելով իր անզուգական և առասպելական հանճարեղ գործառնության փառքի մեջ։ Հավանաբար Մազոն երազում էր նրան իր հաճախորդը դարձնել։ Սակարը, որն Ամադիոյի կողմից մի ժպիտի անգամ չարժանացավ, ողջունեց դիմացի սեղանի առջև նստած իրեն ծանոթ երեք սպեկուլյանտներին՝ Պիիրոյին, Մոզերին և Սալմոնին։ «Բարև, ինչպե՞ս են գործերը»։ «Դե, ոչինչ, բարև»։ Սակարը նրանց կողմից էլ սառնություն, համարյա թշնամանք զգաց։ Մինչդեռ չափազանց բարձրահասակ, հույժ նիհար, կտրուկ շարժուձևերով, տափակ քթով, թափառական ասպետի ոսկրոտ դեմքով Պիիրոն սովորաբար իրեն ընտանեվարի էր պահում ճիշտ այն խաղամոլների նման, որոնց սկզբունքն է հախուռն գործել։ Նա ասում էր, որ կատարյալ կործանման է դատապարտվում ամեն անգամ, երբ սկսում է խորհրդածել։ Նա բարձրախաղացի հախուռն խառնվածք ուներ, միշտ հաղթանակի հետամուտ, այնինչ կարճահասակ, դեղնագույն, լյարդախտից հյուծված Մոզերը, ընդհակառակը, անընդհատ նվում էր, շարունակ որևէ աղետից վախենալով։ Գալով Սալմոնին, նա չափազանց գեղեցիկ տղամարդ էր, որը 50 տարեկան հասակում պայքարում էր ծերության դեմ, հպարտանում իր փարթամ, կպրի նման սև մորուքով և համարվում էր արտակարգ ուժի տեր մի երիտասարդ։
Սալմոնը գրեթե չէր խոսում, միայն ժպիտներով էր պատասխանում։ Ոչ ոք չէր իմանում նա բարձրացումով էր խաղում, թե իջեցումով, կամ արդյոք նա ընդհանրապես խաղում է։ Սալմոնի լսելու եղանակն այնքան էր ազդում Մոզերին, որ վերջինս հաճախ նրան որևէ գաղտնիք հաղորդելուց հետո, նրա լռությունից շփոթված, շտապում էր փոխել արժեթղթեր գնելու կամ վաճառելու մի որևէ հրաման։ Բոլորի կողմից իր նկատմամբ ցուցաբերվող այս անտարբերության մթնոլորտում Սակարը անհանգիստ և գրգռիչ հայացքով շարունակում էր դիտել ողջ դահլիճը։ Նա բարև փոխանակեց միայն իրենից 3 սեղան հեռու նստած բարձրահասակ, սիրունատես, երիտասարդ Սաբատանիի հետ, որը երկար և թուխ դեմքով, հիանալի սև աչքերով, բայց տգեղ ու անվստահություն ներշնչող բերանով մի արևելցի էր։ Այդ երիտասարդի սիրալիրությունը վերջնականապես զայրացրեց Սակարին։ Հավանաբար որևէ օտարերկրյա բորսայում գողության մեջ բռնված, կանանց կողմից սիրված այն խորհրդավոր երիտասարդներից մեկը, Սաբատանին, անցյալ աշնանն էր հայտնվել այստեղ։ Սակարը գիտեր, որ արդեն կարողացել էին նրան իբրև փողդիր անձ օգտագործել մի բանկի կործանման ժամանակ։ Աստիճանաբար Սաբատանին մակլերների և կուլիսիեների վստահությունն էր շահել նույնիսկ ամենավատ համբավ վայելողների նկատմամբ իր ունեցած քաղաքականության և անխոնջ սիրալիրության շնորհիվ։ Սակարի առաջ կանգնած մատուցողը հարցրեց նրան. «Ինչ եք ամենում, պարոնը»։ «Ախա, ինչ որ ուզեք, կոտլետ, մի քիչ ծնեբեք»։ Այնուհետև նա նորից իր մոտ կանչեց մատուցողին և հարցրեց. «Դուք վստահ եք, որ պարոն Հյուրեն ինձանից առաջ չի եկել այստեղ ու չի գնացել»։ «Օ, լիովին վստահ եմ»։ Ահա թե Սակարն ինչ օրի էր հասել այն աղետից հետո, երբ հոկտեմբեր ամսին հարկադրված էր եղել մեկ անգամ ևս լուծարքի ենթարկել իր գործերը, վաճառել Մոնսյոյի պարկի ապարանքը և դրա փոխարեն մի բնակարան վարձել։ Միայն Սաբատանիի նմաններն էին ողջունում իրեն, գլուխներն արդեն շուռ էին գալիս, ձեռքներն արդեն դեպի իրեն չէին մեկնվում, երբ մտնում էր այն ճաշարանը, որտեղ առաջին մարդն էր եղել մի ժամանակ։ Լինելով կրքոտ խաղացող, նա այդ հանգամանքից չէր վիրավորվում։ Հողամասերի հետ կապված գայթակղեցուցիչ և չարաբաստիկ իր վերջին գործառնությունից հետո, որի մեջ քիչ էր մնացել սեփական մաշկն էլ զոհ գնար, բայց վրիժառության կրակը վառում էր Սակարի ողջ էությունը, և Հյուրեի բացակայությունը զայրացնում էր նրան։ Չէ՞ որ վերջինս որոշակի խոստացել էր ժամը 11-ին անպայման ճաշարանում լինել, պատմելու համար այն դեմարշի մասին, որ հանձն էր առել կատարելու իր եղբոր Ռուգոնի, այդ ժամանակվա հաղթանակող մինիստրի մոտ։ Սակարը զայրանում է հատկապես վերջինի դեմ։ Մեծ մարդու հովանավորյալը, հլու դեպուտատ Հյուրեն, սոսկ միջնորդ էր հանդիսանում։ Բայց մի՞թե ամենակարող Ռուգոնն անօգնական է թողնելու իրեն։ Նա երբեք որպես լավ եղբայր հանդես չէր եկել։ Այն, որ նեղացել էր աղետից հետո և բացահայտ կերպով կապերը խզել իր հետ, նմանապես չվարկաբեկվելու համար, դեռ հասկանալի էր, բայց այս վերջին 6 ամսվա ընթացքում մի՞թե թաքուն կերպով իրեն չպետք է օգնած լիներ։ Եվ հիմա մի՞թե նա սիրտ կաներ մերժելու այն վերջին օգնությունը, որ ինքը նրանից խնդրում էր մի երրորդ անձնավորության միջոցով, չհամարձակվելով անձամբ դիմել, կատաղության նոպայի չմատնելու համար նրան։ Բավական էր, որ Ռուգոնը միայն մի բառ ասեր, և ահա ինքը նորից ոտքի կկանգներ ու իր ոտքերի տակ կառներ այդ ամբողջ ստոր ու մեծ Փարիզը։ «Պարոնն ի՞նչ գինի է ցանկանում», հարցրեց ավագ մատուցողը։ «Ձեր սովորական Բորդոն»։ Սակարը, որը սառեցնում էր իր կոտլետը, մտքերի մեջ խորասուզված, քաղցածություն չզգալով, բարձրացրեց աչքերը, սփռոցի վրայից մի ստվերի անցնելը տեսնելով։ Դա գեր, կարմրադեմ, նախկինում խիստ կարիքավոր Ռմիզյե Մասյասն էր, որն այդ պահին անցնում էր սեղանների միջով կուրսերի ցուցակը ձեռքին։ Սակարը վիրավորվեց, երբ նա իր կողքով անցավ, առանց կանգ առնելու, և գնաց Պիիրոյին ու Մոզերին առաջարկեց ձեռքի ցուցակը։ Մտածիր, վեճի բռնված լինելով, սրանք հազիվ մի հայացք գցեցին ցուցակի վրա։ Ոչ, իրենք որևէ հանձնարարություն չունեին, թերևս մեկ ուրիշ անգամ։ Մասյասը չհամարձակվելով մոտենալ հռչակավոր Ամադիոյին, որը ծովախեց գետնի սալաթի վրա կռացած Մազոյի հետ էր զրուցում ցածրաձայն,
Սալմոնի մոտ վերադարձավ։ Սա վերցրեց ցուցակը, երկար ուսումնասիրեց, ապա վերադարձրեց առանց որևէ բառ ասելու։ Դահլիճը աշխուժանում էր։ Ամեն րոպե դռները շրխկացնելով ուրիշ ռմիզիներ էին ներս մտնում։ Հեռվից բարձրաձայն խոսքեր էին փոխանակվում։ Բորսային կիրքը գնալով սաստկանում էր։ Եվ Սակարը, որի հայացքն անընդհատ դեպի դուրս էր ուղղվում, տեսնում էր, որ հետզհետե հրապարակը նույնպես լցվում է։ Կառքերի և հետիոտն մարդկանց թիվը շատանում, իսկ բորսայի արևով ողողված աստիճանների վրա, սև բծերի նման մեկը մյուսի հետևից արդեն մարդիկ էին հայտնվում։ «Ես ձեզ ասում եմ,» ասաց Մոզերն իր թախծալի ձայնով, «որ մարտի 20-ի լրացուցիչ ընտրությունները մի շատ տագնապալի ախտանիշ են։ Կարճ ասած, արդեն ողջ Փարիզը օպոզիցիայի կողմն է անցել»։ Բայց Պիիրոն ուսերն էր թոթվում։ Ինչ նշանակություն կարող էր ունենալ այն հանգամանքը, որ Կարնոն և Գարնիե Պաժեսը նույնպես հայտնվել էին ձախերի նստարանների վրա։ «Դա նման է դքսությունների հարցին,» շարունակեց Մոզերը, «որը, իմացեք, հղի է բարդություններով։ Բայց իհարկե, զուր տեղն եք ծիծաղում։ Չեմ ասում, թե պետք է պատերազմենք Պրուսիայի հետ, որպեսզի նրան արգելենք գիրանալ Դանիայի հաշվին։ Սակայն գործելու ուրիշ ձևեր գոյություն ունեն։ Այո, երբ մեծերը սկսում են կուլ տալ փոքրերին, մարդ չի իմանում, թե բանը ուր կհասնի։ Իսկ ինչ վերաբերում է Մեքսիկային…» Պիիրոն, որն այդ օրը ամենաբարեհոգի տրամադրության մեջ էր, մի քահ-քահով ընդհատեց նրան. «Դե, սիրելիս հերիք մեզ ինչքան ձանձրացրիք Մեքսիկայի վերաբերյալ ձեր վախերով։ Մեքսիկան այս իշխանության փառավոր էջն է լինելու։ Սատանան տանի, ինչի՞ց եք եզրակացնում, որ կայսրությունը հիվանդ է։ Չէ՞ որ 300 միլիոն ֆրանկի փոխառությունը հունվար ամսին ծածկվեց ավելի քան 15 անգամ։ Մի՞թե դա մի ցնցող հաջողություն չէ։ Լսեք, ես ձեզ ժամադրություն եմ նշանակում 67 թվականի համար։ Այո, սրանից 3 տարի հետո, երբ համաշխարհային ցուցահանդեսն է բացվելու, կայսեր վերջերս կայացրած որոշման համաձայն։ Ձեզ ասում եմ, որ գործերը շատ վատ են գնում», պնդեց Մոզերը հուսահատ։ Մեզ հանգիստ թողեք, ամեն ինչ կարգին է։ Սալմոնը հերթով նրանց էր նայում և ծիծաղում իրեն հատուկ խորաթափանց տեսքով։ Իսկ Սակարը, նրանց խոսակցությունը լսելուց հետո, իր անձնական դժվարությունների հետ էր համեմատում այն ճգնաժամը, որին կարծես ենթարկվում էր կայսրությունը։ Ինքը մի անգամ էլ էր գետին տապալվել։ Մի՞թե այդ կայսրությունը, որն իրեն ստեղծել էր, կործանվելու էր, ինչպես ինքն էր կործանվել, ամենաբարձր վիճակից միանգամայն ամենաողորմելիի մեջ գլորվելով։ Ահ, 12 տարուց ի վեր ինքն ինչպես էր սիրել և պաշտպանել այդ ռեժիմը, որի օրոք զգացել էր, որ ապրում էր պետք եղածին պես, աճում էր, հյութով լցվում, այն ծառի նման, որի արմատները բարենպաստ հողի մեջ են խրվում։ Բայց եթե Ռուգոնն ուզում էր իրեն դուրս քաշել այդտեղից, եթե ուզում էր իրեն հեռացնել այս մարդկանցից, որոնք սպառում են վայելքների պարարտ հողի ուժը, ապա թող ամեն ինչ ոչնչանա մեծ խնջույքի գիշերների վերջնական մեծ կործանման մեջ։ Հիմա, ծնեբեկին սպասելիս, հիշողությունների գրոհի տակ Սակարը մտքով հեռացել էր դահլիճից, որտեղ իրարանցումն անընդհատ սաստկանում էր։ Դիմացը գտնվող լայն հայելու մեջ նա իր պատկերն էր նշմարել, որը զարմանք էր պատճառել իրեն։ Տարիքն ամենևին չէր արտահայտվում նրա փոքր կերպարանքի վրա։ 50 տարեկան հասակում նա 38 տարեկան էր երևում, և դեռ հիմա էլ նիհար ու կայտառ էր երիտասարդի նման։ Խամաճիկի դեմքի նմանվող սևորակ, փոս ընկած այտերով, սուր քթով, փոքր, փայլուն աչքերով դեմքը նույնիսկ տարիների ընթացքում կարծես վայելչատես էր դարձել և այնքան ճկուն, այնքան եռանդուն, տոկուն երիտասարդությանը հատուկ հմայք էր ստացել, իսկ դեռևս խիտ մազերի մեջ ոչ մի սպիտակ թել չկար։ Եվ ակամա նա իր Փարիզ գալն էր մտաբերում, պետական հեղաշրջումից անմիջապես հետո։ Ձմեռային այն երեկոն, երբ սալահատակի վրա էր հայտնվել, գրպանները դատարկ, սոված, իր տենչանքները բավարարելու բուռն ցանկությամբ համակված։ Երանի Փարիզի փողոցներով կատարված այդ առաջին զբոսանքին։
երբ նույնիսկ նախքան իր ճամպրուկը բաց անելը, ծակծկված կոշիկներով, յուղոտած վերարկուով, մի անհաղթահարելի պահանջ էր զգացել քաղաքի մեջ նետվելու, այն նվաճելու նպատակով։ Այդ ժամանակվանից ի վեր ինքը հաճախ շատ բարձր դիրքերի էր հասել։ Հեղեղի նման միլիոններ էին հոսել իր ձեռքերի միջով, բայց երբեք բախտը ստրկաբար չէր հնազանդվել իրեն, ինչպես մի սեփական իր, որը ցանկությանդ համաձայն կտնօրինես, փակի տակ կպահես շոշափելի, կենդանի վիճակում։ Միշտ սուտն ու պատրանքն էին բնակություն հաստատել իր դրամարկղերում, որոնց ոսկին կարծես անհայտ ծակերից դատարկվում էր։ Եվ ահա ինքը նորից փողոցում էր, ինչպես հեռավոր անցյալում, երբ նոր էր սկսել իր կարիերան։ Հիմա էլ նույնքան երիտասարդ, նույնքան քաղցած, նույնքան անհագ, վայելելու և հաղթելու նույն պահանջով տառապելիս։ Ամեն ինչի համը տեսել էր, բայց չէր կշտացել, որովհետև իր կարծիքով ինքը ոչ առիթ էր ունեցել, ոչ էլ ժամանակ մարդկանց և հանգամանքները պետք եղածին պես օգտագործելու։ Այժմ իրեն տանջում էր այն միտքը, որ ինքն ավելի ցածր է կանգնած, քան մի սկսնակ, որին դեռ զորավիք կհանդիսանան պատրանքն ու հույսը։ Եվ նա բուռն կերպով ցանկանում էր ամեն ինչ նորից սկսել և ամեն ինչ կրկին նվաճել, կանգնել այնպիսի բարձրության վրա, որին երբեք չէր հասել մինչ այդ, վերջապես իր ոտքերի տակ առնել նվաճված քաղաքը։ Այլևս ոչ թե արտաքին խաբուսիկ, ցուցադրական հարստությունը, այլ կարողության հաստատուն շենքը, ոսկու իսկական թագավորությունն էր նրան հրապուրում։ Մոզերի նորից լսվող սուր և շատ բարձր ձայնը մի րոպեով ընդհատեց Սակարի մտածմունքները։ «Մեքսիկայի էքսպեդիցիան 14 միլիոն է նստում ամսական, դա ապացուցվեց Թիերի կողմից, և մարդ պետք է իրոք կույր լինի չտեսնելու համար, որ դեպուտատների պալատում մեծամասնությունը խախտված է։ Ձախերն այժմ 30 հոգուց ավելի են։ Հենց ինքը կայսրը շատ լավ է հասկանում, որ անսահմանափակ իշխանությունը գնալով անկարելի է դառնում, քանի որ ստիպված հենց ինքն է խոսում ազատության անհրաժեշտության մասին»։ Պիիրոն այլևս չէր պատասխանում, այլ բավականանում էր արհամարհական քմծիծաղով։ «Այո, գիտեմ, ձեզ թվում է, որ շուկան կայուն է, որ գործերը լավ են ընթանում, բայց տեսնենք, թե վերջում ինչ կլինի։ Բանն այն է, որ Փարիզում շատ բան քանդեցին և շատ բան կառուցեցին։ Այդ մեծ աշխատանքները սպառեցին խնայողությունը։ Գալով վարկային խոշոր տներին, որոնք ձեզ այդքան բարգավաճ են թվում, թող դրանցից մեկն ու մեկը սայթաքի, և դուք կտեսնեք, որ բոլորն էլ մեկը մյուսի հետևից գլուխկոնծի կտան։ Էլ չեմ ասում այն մասին, թե ժողովուրդն արդեն անհանգստանում է։ Բանվորների կենսապայմանները բարելավելու նպատակով վերջերս ստեղծված աշխատավորների այդ միջազգային ասոցիացիան ինձ երկյուղ է պատճառում։ Ֆրանսիայում ամենուրեք դժգոհություն է տիրում, ռևոլյուցիոն շարժումն օրեցօր ուժեղանում է։ Ձեզ ասում եմ, որ ճիճուն արդեն մրգի մեջ է, ամեն ինչ փուլ է գալու։ Եվ ահա աղմկալից մի բողոք բարձրացավ։ Հավանաբար այդ անիծյալ Մոզերի լյարդը նորից էր սկսել ցավել, բայց խոսելիս աչքերը չէր հեռացնում հարևան սեղանից, որի շուրջը Մազոն և Ամադիոն ընդհանուր աղմուկի մեջ շարունակում էին իրենց զրույցը շատ ցածր ձայնով։ Կամաց ողջ սրահը սկսում էր անհանգստանալ այդ երկար մտերմական խոսակցությունից։ Նրանք ինչ ունեին միմյանց ասելու, որ այդպես փսփսում էին։ Անկասկած Ամադիոն հրամաններ էր տալիս, որևէ հանդուգն գործ էր նախապատրաստում։ 3 օր է ինչ անհաճո լուրեր էին տարածվում Սուեզի պարանոցում կատարվող աշխատանքների վերաբերյալ։ Մոզերն աչքերը քթթեց և ձայնը ցածրացնելով ասաց. «Գիտեք, որ անգլիացիները ուզում են արգելք հանդիսանալ այդ աշխատանքներին։ Հնարավոր է, որ պատերազմ ծագի»։ Այս անգամ Պիիրոն իրար անցավ։ Չափազանց վրդովեցուցիչ էր այդ լուրը։ Դա անհավատալի էր, և իսկույն Մոզերի արտասանած խոսքը սեղանից սեղան թռավ, արժանահավատության ուժ ստանալով։ Անգլիան վերջնագիր էր ուղարկել, պահանջելով անմիջապես դադարեցնել աշխատանքները։ Ամադիոն ակներևաբար հենց այդ մասին էր խոսում Մազոյի հետ, որին հանձնարարում էր ծախել Սուեզի ջրանցքի բոլոր բաժնետոմսերը։ Խուճապի մի ղժժոց բարձրացավ ճարպի հոտով ծանրացած օդի և շարժվող պնակների հարաճուն աղմուկի մեջ։
և այդ պահին հուզմունքն իր գագաթնակետին հասավ։ Անսպասելիորեն դահլիճ մտավ Մազոյի ծառայողներից մեկը, կարճահասակ Ֆլորին, որը շագանակագույն խիտ մորուքով կիսով չափծածկված հաճելի դեմք ուներ։ Խաղանիշների կապոցը ձեռքին, նա արագ գնաց իր պատրոնի մոտ և կապոցը հանձնեց նրան, ականջին ինչ-որ բան ասելով։ «Լավ», պարզ պատասխանեց Մազոն, խաղանիշերը ծոցատետրի մեջ դասավորելով։ Հետո ժամացույցը գրպանից հանելով ասաց. «Օ, շուտով 12 կլինի։ Բերթիային ասացեք, որ սպասի ինձ, և դուք ևս այնտեղ եղեք։ Գնացեք հեռագրերը բերեք»։ Ֆլորիի մեկնելուց հետո Մազոն վերսկսեց խոսակցությունը Ամադիոյի հետ և գրպանից ուրիշ խաղանիշեր հանելով դրեց սփռոցի վրա, ափսեի կողքը։ Ամեն րոպե նրա հաճախորդներից որևէ մեկը սրահից դուրս գալու ժամանակ խոնարհվում էր կողքով անցնելիս և նրան մի բառ էր ասում։ Մազոն երկու պատառի արանքում մի թղթի վրա շտապ գրի էր առնում ասվածը։ Սուտ լուրը չգիտես որտեղից եկած, ոչնչից ծագած տարածվում էր մրրկաբեր ամպի պես։ «Վաճառում եք, այդպես չէ՞», հարցրեց Մոզերը Սալմոնին։ Սակայն Սալմոնի համր ժպիտում այնքան նուրբ խորամանկություն կար, որ Մոզերը տագնապի մեջ ընկավ, արդեն կասկածի տակ առնելով Անգլիայի վերջնագիրը։ Նա չէր հիշում, թե ինքն էր այն հնարել։ «Ինչ վերաբերում է ինձ, ես կգնեմ, ինչքան առաջարկեն», եզրափակեց Պիիրոն, անմեթոդ խաղացողի իր սնապարծ հանդգնությամբ։ Քունքերը տաքացած որսախաղի արբեցումից, որը նախաճաշի վերջում սաստկանում էր այդ նեղ դահլիճում, Սակարը որոշեց վերջապես ուտել իր ծնեբեկը, նորից զայրանալով հյուրեի դեմ, որից հույսը կտրել էր արդեն։ Շաբաթներից ի վեր ինքը, որ սովորաբար չափազանց արագ էր որոշում կայացնում, տատանվում էր կասկածներից հաղթահարված։ Նա հասկանում էր, որ անհրաժեշտ է արմատապես փոխել իր դրությունը։ Նախ եւ առաջ նա երազել էր մի բոլորովին նոր կյանքի մասին, բարձր ադմինիստրացիայի կամ քաղաքականության բնագավառում։ Ինչու օրենսդիր մարմինը մինիստրների խորհուրդ չհասցներ իրեն, ինչպես եղբորն էր հասցրել։ Որսային խաղի մեջ նա մեղադրում էր մշտական անկայունությունը։ Հսկայական գումարներ միևնույն արագությամբ շահվում և տանուլ են տրվում։ Նրան երբեք չէր վիճակվել հանգիստ քնել այն վստահությամբ, որ մի իրական միլիոնի տեր է և ոչ ոք իրենից առնելիք չունի։ Եվ հիմա, երբ ուշադրությամբ քննում էր ինքն իրեն, մտովի ասում էր, թե գուցե շատ էր տարված այդ դրամական կռիվներով, որոնց ընթացքում հարկավոր է չափազանց սառնարյուն լինել։ Այդ էր պատճառը, որ պերճանքի և նեղության մեջ անցկացրած այնքան անսովոր կյանքից հետո նոր Փարիզի հողամասերի վրա կատարած 10 տարվա առևտրական գործառնությունները այրեցին, սնանկացրին նրան, այն ժամանակ, երբ ավելի ծանրաշարժ, դանդաղկոտ բազմաթիվ մարդիկ հսկայական հարստություն դիզեցին։ Այո, թերևս ինքը սխալվել էր իր իսկական ընդունակությունների վերաբերմամբ, թերևս իր ակտիվության, սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատքի շնորհիվ մի ոստյունով հաղթական դուրս գար քաղաքական տուրուդմփոցից։ Հիմա ամեն ինչ եղբոր պատասխանից էր կախված։ Եթե վերջինս մերժեր, աժիոտաժի անդունդը գցեր իրեն, դե ինչ արած, ավելի վատ նրա և ուրիշների համար։ Այդ դեպքում ինքն իր մեծ գործին կձեռնարկեր, որի մասին դեռ ոչ ոքի բան չէր ասում, որի մասին արդեն ամբողջ ամիսներ երազում էր և որն իրեն անգամ երկյուղ էր պատճառում։ Այդ գործն այնքան ընդարձակ էր, որ հաջողության կամ ձախողության դեպքում կցնցվեր ողջ աշխարհը։ Պիիրոն բարձրաձայն հարցրեց. «Մազո, Շլոսերի վտարումն արդեն որոշվա՞ծ է»։ «Այո», պատասխանեց Մակլերը, «այսօր հայտարարություն է լինելու»։ «Ինչ արած, դա միշտ անհաճո է լինում, բայց ամենավրդովեցուցիչ տեղեկություններն էի ստացել, և առաջինը ես բողոքարկեցի նրա մուրհակները։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ավելը գործի դնել»։ «Ինձ վստահեցրին», ասաց Մոզերը, «որ ձեր գոլեգաները Ժակոբին ու Դլարոկը կլորիկ գումարներ են կորցրել այդ գործում»։ Մակլերը մի տարտամ շարժում արեց։ «Բա, ինչ կարող ես անել։ Այդ Շլոսերը հավանաբար մի հերոսակախմբի անդամ էր։ Իրեն համար ինչ կա, հիմա էլ կգնա Բեռլինի կամ Վիեննայի բորսայում կասպատակի»։ Սակարն իր հայացքը Սաբատինիի վրա էր փոխադրել, որը, ինչպես ինքը պատահմամբ իմացել էր,
գաղտնի գործակցության մեջ էր գտնվում Շլոսերի հետ։ Երկուսն էլ ծանոթ խաղն էին խաղում, մեկը բարձրացման նկատառումով, մյուսը իջեցման։ Նույն արժեթղթերի վրա տարվողը մյուսի եկամտի կեսը ստանալով անհետանում էր։ Բայց երիտասարդը հանդարտորեն վճարեց իր ընտիր նախաճաշի գինը։ Այնուհետև իտալական արյան խառնուրդով արևելցու իր գգվող շնորհակալությամբ նա եկավ Մազոյի ձեռքը սեղմեց, որի հաճախորդն էր։ Սաբատանին կռացավ, ինչ-որ հանձնարարություն տվեց, որը Մազոն արձանագրեց քարտի վրա։ «Նա վաճառում է Սուեզի բաժնետոմսերը», քրթմնջաց Մոզերը, և չկարողանալով իրեն զսպել, կասկածների տանջանքի տակ բարձրաձայն հարցրեց. «Հը, ի՞նչ եք մտածում Սուեզի մասին»։ Աղմուկ-աղաղակը դադարեց։ Հարևան սեղանների շուրջը նստած բոլոր մարդկանց գլուխները դեպի Մոզերը դարձան։ Այդ հարցը հետզհետե աճող տագնապն էր արտահայտում, բայց Ամադիոն, որը Մազոյին նախաճաշի էր հրավիրել պարզապես իր եղբորորդիներից մեկին նրան հանձնարարելու դիտավորությամբ, անթափանցելի էր մնում, ասելու ոչինչ չունենալով։ Մինչդեռ Մակլերը, որին բաժնետոմսերը վաճառելու համար ստացած հրամանները զարմացնում էին, բավարարվում էր գլուխը տարուբերելով, իր պրոֆեսիոնալ զգուշավորության համաձայն։ «Սուեզը շատ ապահով է», հայտարարեց Սաբատանին իր երգահնչյուն ձայնով, և դուրս գալուց առաջ, սեղանների միջով անցնելով գնաց քաղաքավարությամբ Սակարի ձեռքը սեղմեց։ Եվ Սակարը մի րոպե պահպանեց այդ այնքան ճկուն, այնքան մեղմ, համարյա կանացի ձեռքի զգայությունը։ Դեռևս որոշած չլինելով որ ուղին ընտրել, ինչպես վերակառուցել իր կյանքը, նա խաբեբայ էր համարում այնտեղ գտնվողներին։ Ախ, եթե հարկադրեին իրեն, ինչպես էր հալածելու, ինչպես էր խուզելու այդ վախկոտ Մոզերներին, այդ պարծենկոտ Պիիրոներին, դդմի պես դատարկ այդ Սալմոններին և այդ Ամադիոներին, որոնք հանճարեղ էին համարվում միայն նրա համար, որ իրենց բախտները բանել էր։ Ափսեների և բաժակների զնգոցն ուժեղացել էր, ձայները խռպոտվել էին, դռներն ավելի ուժեղ էին շրխկում։ Բոլորն ուզում էին այնտեղ, Բորսայում լինել Սուեզի բաժնետոմսերի կործանման ժամանակ, և պատուհանից վարձակառքերի կողմից ակոսվող և անցորդներով լցված հրապարակին նայելով, Սակարը տեսնում էր, որ Բորսայի արևի լույսով ողողված աստիճանները ասես այժմ ծածկված էին միջատներով, կոկիկ սև կոստյում հագած, անընդհատ բարձրացող տղամարդկանցով, որոնք աստիճանաբար սյունաշարի մոտ էին հավաքվում, իսկ ցանկապատի հետևում կասկենիների տակ երևում էին թափառող կանայք։ Հանկարծ այն րոպեին, երբ նա սկսում էր իր նոր ապսպրած պանրից կտրել, ինչ-որ մեկի թավ ձայնը ստիպեց գլուխը բարձրացնել։ «Ներեցեք, սիրելիս, ես ոչ մի կերպ չկարողացա ավելի շուտ գալ»։ Վերջապես, դա Հյուրեն էր, Կալվադոսի նորմանդացիներից, կոշտ և լայն դեմքով մի խորամանկ գյուղացի, որը միամիտ մարդ էր ձևանում։ Սա իսկույնևեթ կարգադրեց որևէ բան մատուցել, թեկուզ և բանջարեղենով պատրաստված օրվա ճաշը։ «Հը, ի՞նչ եղավ», սառը հարցրեց Սակարը իրեն զսպելով։ Բայց մյուսը, առանց շտապելու, զգույշ և խորամանկ մարդու պես նրան էր նայում, ապա սկսեց ուտել և կռանալով ցածրաձայն ասաց. «Այսպես ուրեմն, տեսա մեծ մարդուն։ Այո, իր տանը, այս առավոտ։ Օ, նա շատ սիրալիր էր ձեր նկատմամբ»։ Հյուրեն կանգ առավ, մի մեծ բաժակ գինի խմեց ու նորից մի կարտոֆիլ դրեց բերանը։ Հետո, սիրելիս, ահա թե ինչ։ Ռուգոնը պատրաստ է ձեզ համար անելու այն ամենը, ինչ իրենից է կախված։ Նա համաձայն է մի հիանալի պաշտոնի նշանակել ձեզ, բայց ոչ Ֆրանսիայում։ Այսպես, օրինակ, մեր լավագույն գաղութներից մեկում նահանգապետի պաշտոն։ Դուք այդ գաղութի տերը, իսկական փոքրիկ արքան կդառնայիք։ Սակարը սաստիկ գունատվեց։ Լսեք, դուք ինձ ձեռ եք առնում։ Ինչու ոչ անմիջապես դեպի տարագրություն։ Հա, նա ուզում է ազատվել ինձանից։ Թող զգուշանա, չլինի, թե ես իրոք անախորժություններ պատճառեմ իրեն։ Հյուրեն բերանը լիքը հաշտարար դիրք էր բռնում։ Դե, մենք ձեզ միայն բարի ենք ցանկանում, թողեք, որ հոգանք ձեր մասին։ Թողնեմ, որ ինձ ոչնչացնեն։ Չէ, լսեք,
Քիչ առաջ այստեղ խոսում էին, թե կայսրությունն արդեն գրեթե բոլոր հնարավոր սխալները գործել է։ Վերցնենք օրինակի համար պատերազմը Իտալիայի հետ, մեքսիկական հարցը, Պրուսիային ցույց տրված վերաբերմունքը։ Ազնիվ խոսք, այս ամենը միթե ճշմարտություն չէ։ Այնքան է հիմարություններ և գժություններ անում, որ ամբողջ Ֆրանսիան ոտքի կանգնելով դուրս է շպրտելու ձեզ։ Միանգամից դեպուտատը, մինիստրի հավատարիմ մանկլավիկը, վրդովվեց, դժգունեց, սկսեց շուրջը նայել։ Ներողություն կանեք, ես չեմ կարող բաժանել ձեր կարծիքը։ Ռուգոնն ազնիվ մարդ է, քանի նա իշխանության գլուխ է, վտանգ չի լինի։ Ոչ, սպասեք, դուք նրան թերագնահատում եք, վստահեցնում եմ ձեզ։ Սակարը կոպտաբար ընդհատեց նրան և խեղդված ձայնով ասաց. Լավ, սիրեցեք նրան, ձեր գործերը միասին սարքեցեք։ Այո, թե ոչ։ Նա ինձ հովանավորելու է այստեղ, Փարիզում։ Փարիզում երբեք։ Առանց որևէ բառ ավելացնելու Սակարը վեր կացավ և մատուցողին կանչեց վճարելու համար։ Այնինչ հյուրեն, որին ծանոթ էր նրա զայրացկոտ բնավորությունը, հանդարտորեն շարունակում էր հացի խոշոր կտորներ կուլ տալ և չէր հակաճառում նրան, սկանդալից վախենալով։ Բայց այդ միջոցին մի ուժեղ հուզմունք սկսվեց սրահում։ Ճաշարան էր մտել Գունդերմանը, բանկիրների թագավորը, բորսայի և ամբողջ աշխարհի տերը, որը խոշոր ճաղատ գլխով, հաստ քթով, դուրս պրծած կլոր աչքերով 60 տարեկան մի մարդ էր, և որի դեմքը անսահման համառություն ու ծայրահեղ հոգնածություն էր արտահայտում։ Նա երբեք բորսա չէր գնում և նույնիսկ ձևացնում էր, թե պաշտոնական ներկայացուցիչներ չի ուղարկում այնտեղ։ Բացի դրանից նա երբեք հասարակական վայրերում չէր նախաճաշում։ Երբեմն միայն, ինչպես այսօր, պատահում էր, որ Շամպոյի ճաշարանում հայտնվեր, ուր նստում էր մի սեղանի առաջ և ընդամենը լոկ մի բաժակ վիշի էր պատվեր տալիս, որն ափսեի վրա էր մատուցվում։ 20 տարուց ի վեր ստամոքսի հիվանդությունից տառապելով նա միմիայն կաթով էր սնվում։ Իսկույն այդ մատուցողներն իրար անցան հանքային ջուրը բերելու համար, իսկ բոլոր ներկաները ստորաքարշ դիրքեր ընդունեցին։ Մոզերն ապշած տեսքով էր նայում այդ մարդուն, որին բոլոր գաղտնիքները հայտնի էին, որի քմահաճույքով կուրսի բարձրացում կամ իջեցում էր տեղի ունենում, ինչպես Աստծո քմահաճույքով որոտ։ Հենց ինքը Պիիրոն էլ հարգանքով բարևում էր նրան, միլիարդի անհաղթահարելի ուժին հավատալով միայն։ Արդեն ժամը 12:30 էր, և Մազոն հանկարծ թողեց Ամադիոյին, մոտեցավ և խոնարհվեց բանկիրի առաջ, որից մեկ-մեկ պատվեր ստանալու պատիվներ ունենում։ Ճաշարանից դուրս գալու պատրաստվող բազմաթիվ բորսայականներ կանգնած շրջապատեցին հիացմունքի առարկա Գունդերմանին և իրենց ողնաշարը կորացնելով ակնածությամբ նայում էին, թե ինչպես նա դողացող ձեռքով վերցնում էր բաժակը և դալկացած շուրթերին էր տանում, այն ժամանակ, երբ մատուցողները շտապ կեղտոտ սփռոցներն էին հեռացնում։ Մի ժամանակ Մոնսո հարթավայրի հողամասերի սպեկուլյացիայի կապակցությամբ Սակարը վեճեր էր ունեցել Գունդերմանի հետ, մինչև անգամ խռովել էր նրանից։ Նրանք չէին կարողանում համաձայնել։ Մեկը կրքոտ և վայելքների անձնատուր էր, մյուսը ժուժկալ և սառը տրամաբանող։ Եվ հիմա զայրույթի մոլուցքի մեջ եղող Սակարը, որին ավելի ևս էր կատաղեցնում իր գնալու պահին Գունդերմանի հաղթական մուտքը ճաշարան, երբ մյուսը ձայն տվեց նրան. Ասացեք, սիրելի բարեկամս, ճի՞շտ է, որ դուք ձեռք եք քաշում գործերից։ Ճշմարիտն ասած, վատ չեք անում, այդպես ավելի լավ է։ Կարծես մտրակի հարված իջավ Սակարի դեմքին։ Նա ուղղեց իր փոքրիկ հասակը և սրի նման սուր, հստակ ձայնով պատասխանեց. Իմացեք, որ ես 25 միլիոն կապիտալով բանկ եմ հիմնում և մտադիր եմ շուտով ձեզ մոտ անցնել։ Եվ նա դուրս եկավ, իր հետևում թողնելով հուզված ձայների աղմուկը։ Դահլիճում բոլորը, միմյանց բոտբոթելով, դեպի ելքն էին շտապում, բորսայի բացմանը հասնելու համար։ Ահ, հաջողության հասնել վերջապես, նորից ոտքերի տակ առնել այն մարդկանց, որոնք հիմա կռնակ էին դարձնում իրեն, ուժերը չափել ոսկու այդ արքայի հետ և թերևս տապալել նրան մի օր։ Նա դեռևս չէր որոշել իր մեծ գործին ձեռնարկել։ Հենց ինքը զարմանում էր այն խոսքի վրա, որն ասել էր՝ մի բան պատասխանելու կարիքից դրդված։
Բայց հիմա ինքը կարող էր իր բախտը մի ուրիշ ասպարեզում փորձել, երբ եղբայրը լքում էր իրեն, երբ մարդիկ ու պարագաները վիրավորանքների միջոցով մարտի էին հրավիրում իրեն արյունաշաղախ այն ցուլի նման, որին նորից և նորից են մղում դեպի մրցարանը։ Մի պահ դողալով կանգնած մնաց մայթի եզրին։ Դա այն աղմկալի ժամն էր, երբ Փարիզի կյանքը Մոնմարտր և Ռիշելյո մարդաշատ փողոցների միջև գտնվող այդ կենտրոնական հրապարակն էր լցվում կարծես։ Հրապարակի 4 անկյունների վրա բացվող խաչմերուկներից անընդհատ հեղեղի նման կառքեր էին սլանում սալահատակն ակոսելով, շտապող հետիոտն անցորդների հորձանուտի մեջ։ Կանգառում ցանկապատի երկարությամբ վարձու կառքերի շարքերը անընդմեջ քանդվում ու նորից էին կազմվում։ Իսկ Վիվիեն փողոցում բորսային գործակալների վիկտորյաները ձգվում էին խիտ շարքով, որոնց վրա էին գտնվում կառապանները, երասանները ձեռքներին, պատրաստ ձիերին մտրակելու առաջին իսկ հրամանով։ Բորսայի աստիճաններն ու սյունաշարը այնպես էին լցվել բազմությամբ, որ այնտեղ երևացող թիկնոցներից սև էին երևում, իսկ ժամացույցի տակ, որտեղ արդեն հաստատվել և գործում էր կուլիսը, առաջարկի և պահանջարկի վայնասունը, մակընթացության և տեղատվության ձայնը հիշեցնող ու քաղաքի բոմբյունը խլացնող աժիոտաժի աղմուկն էր լսվում։ Անցորդներն իրենց գլուխը շուռ էին տալիս, տենչանքով և սարսափով մտածելով այն մասին, թե արդյոք ինչ է տեղի ունենում այդ շենքերում, որտեղ կատարվող ֆինանսական գործողությունների գաղտնիքը անթափանցելի էր մնում ֆրանսիացիների մեծամասնության համար, որտեղ մարդկանց այդ ժեստիկուլյացիայի և այդ կատաղի ճիչերի մեջ անհասկանալի ձևով հանկարծ սնանկանում և հարստանում էին։ Սակարը կանգ էր առել մայթի եզրին։ Նրա ականջներին էին հասնում հեռավոր ձայները։ Քայլելի սարմունքներով նրան էին դիպչում շտապող անցորդները, իսկ նա նորից էր երազում ոսկու թագավորությունը հիմնել այդ ջերմ կրքերով համակված թաղամասում, որի մեջտեղում ժամը 1-ից մինչև 3-ը վիթխարի սրտի նման բորսան է բաբախում։ Բայց իր սնանկացումից ի վեր նա չէր համարձակվել բորսայում երևալ, և այդ օրը վիրավորված սնափառության նույն զգացմունքը, այն համոզմունքը, որ իրեն որպես պարտվածի կդիմավորեն, արգելք էր հանդիսանում աստիճաններով բարձրանալուն։ Իրենց սիրուհու անկողնուց վտարված սիրականների պես, որոնք բուռն կերպով ցանկանում են, թեև իրենց թվում է, թե ատելությամբ են լցված, Սակարն անխուսափելիորեն այնտեղ էր վերադառնում։ Զանազան պատրվակներով պտույտ էր գործում սյունաշարի շուրջը, այգու միջով էր անցնում կասկենիների տակ ման եկող մարդու տեսքով։ Այդ կանաչազուրկ և անծաղիկ փոշոտ զբոսայգում, որտեղ նստարանների վրա հասարակական միզարանների և լրագրական կիոսկների միջև վխտում էին կասկածելի սպեկուլյանտները և թաղի գլխաբաց կանայք ծիծ էին տալիս իրենց մանկիկներին, նա այնպես էր ձևացնում, թե աննպատակ թափառում է և աչքերը բարձրացնելով հսկում էր բորսային, և նրան թվում էր, թե պաշարում է այդ շենքը, մի նեղ օղակի մեջ առնում, որպեսզի մի գեղեցիկ օր իբրև հաղթող դարձյալ մտնի այնտեղ։ Նա աջ անկյունով բանկի փողոցի դիմացը գտնվող ծառերի ստվերի տակ թափանցեց և իսկույն արժեզրկված բաժնետոմսերի փոքր բորսան ընկավ, խոնավ ոտքերի մեջ, ինչպես հեգնական արհամարհանքով անվանում են բորսային հնոտիքի այդ սպեկուլյանտներին, որոնք բաց օդում, անձրևի տակ և ցեխի մեջ սնանկացած ընկերությունների բաժնետոմսերի առևտրով են զբաղվում։ Այնտեղ հրեաների մի ողջ բազմություն կար՝ յուղոտ, փայլող դեմքերով, գիշատիչ թռչունների սուր պրոֆիլով, տիպական քթերի մի անսովոր հավաք։ Կռանալով ասես որսի վրա, կոկորդային կատաղի ճիչերով, նրանք կարծես պատրաստ էին միմյանց հոշոտելու։ Կողքով անցնելիս Սակարը հանկարծ փոքր-ինչ հեռվում կանգնած մի հաստամարմին մարդ նկատեց, որը արևին բռնած ինչ-որ սուտակի էր նայում, զգուշորեն իր խոշոր և կեղտոտ մատների մեջ դարձնելով այն։ «Ահա, Բուշ, դուք ինձ հիշեցրիք, որ ուզում էի ձեզ մոտ անցնել»։ Բուշը, որ Ֆեյդո փողոցում Վիվիեն փողոցի անկյունում մի գրասենյակ ուներ, բազմիցս շատ օգտակար էր եղել Սակարին դժվարին պայմաններում։ Էքստազի մեջ ընկած, լայն տափակ դեմքը ետ գցած, նա շարունակում էր մոխրագույն խոշոր աչքերով, որոնք ասես մարել էին պայծառ լույսից,
զննել թանկագին քարը։ Նրա սպիտակ փողկապը, որը երբեք չէր հանում, ոլորվում էր կեմի նման, իսկ պատահաբար գնված, մի ժամանակ հիանալի, բայց արտակարգ կերպով մաշված և ամբողջովին բծերի մեջ եղող թիկնոցը մինչև իր անփայլ մազերն էր բարձրանում, որոնք նոսր և ըմբոստ փնջերով ընկնում էին լերկ գանգից։ Արևից շիկակարմիր դարձած, անձրևներից խունացած նրա գլխարկի տարիքը դժվար էր որոշել։ Վերջապես նա որոշեց երկնքից գետին իջնել։ Պարոն Սակար, դուք ջեմում եք այս կողմերում։ Այո, ռուսերեն լեզվով գրված նամակ եմ ստացել Կոստանդնուպոլսում հաստատված մի ռուս բանկիրից։ Ես մտածեցի ձեր եղբորը թարգմանել տալ։ Բուշը, որ մի անգիտակից և քնքուշ շարժումով շարունակում էր սուտակը պտտեցնել աջ ձեռքում, ձախը մեկնեց, ասելով, որ այդ երեկո իսկ կուղարկի թարգմանությունը, բայց Սակարը բացատրեց, թե նամակն ընդամենը միայն 10 տողից է բաղկացած։ Ես ձեզ մոտ եմ բարձրանալու։ Ձեր եղբայրը իսկույնևեթ այն կկարդա ինձ։ Նրան ընդհատեց տիկին Մեշենի երևալը, որը բորսայի մշտական հաճախորդներին քաջածանոթ մի գեր կին էր։ Նա այն անհագ մանր սպեկուլյանտներից էր, որոնց ճարպոտ ձեռքերը շարունակ ամեն տեսակ կասկածելի գործեր են քրքրում։ Նրա լիալուսինը հիշեցնող, ուռած և կարմիր, մանր կապույտ աչքերով, հազիվ նկատելի քթիկով, փոքրիկ բերանով, որտեղից երեխայի բարակ ձայն էր դուրս գալիս, դեմքը, կարծես դուրս էր ցցվում նռնագույն ժապավեններով թեք կապած վարդագույն հին գլխարկի տակից, իսկ վիթխարի կուրծքը և հսկայական փքված փորը պրկում էին ցեխից գորշ դարչնագույն դարձած կանաչ պոպլինից կարված շրջազգեստը։ Նրա ձեռքին սև կաշուց պատրաստված մեծ ճամպրուկի պես խորունկ, մոդայից դուրս ընկած մի պայուսակ կար, որից երբեք չէր բաժանվում։ Այդ օրը հիշյալ պայուսակը տրաքվելու աստիճան լցված էր, և դրա ծանրության տակ Մեշենը դեպի աջ էր ճկռում թեքված ծառի նման։ Դուք եկաք, ասաց Բուշը, որն ըստ երևույթին սպասում էր նրան։ Այո, Վանդոմից ստացել եմ արժեթղթերը, հետս են։ Լավ է, գնանք ինձ մոտ։ Այսօր այստեղ ոչինչ չի կարելի անել։ Սակարը մի ծուռ հայացք էր գցել ընդարձակ կաշվե պայուսակին։ Նա գիտեր, որ անխուսափելիորեն այնտեղ էին ընկնելու արժեզրկված արժեթղթերը, սնանկացած ընկերությունների բաժնետոմսերը, որոնց վրա խոնավ ոտքերը դեռ շարունակում էին խաղալ, միմյանցից 500 ֆրանկանոց արժեթղթերը 20 սուի, 10 սուի գնելով, այն աղոտ հույսով, որ կուրսի բարձրացում չի լինի, իսկ ուրիշներ էլ ավելի գործնականորեն դրանք գնում են իբրև խարտախ ապրանք, որը շահույթով իրենց պասիվն ուռեցնելու ձգտող սնանկացածներին են զիջում։ Ֆինանսական մահացու մարտերում Մեշենը նման էր այն ագռավին, որն արշավանքի ելած բանակներին է հետևում։ Նա պայուսակի հետ մեկտեղ ներկա էր գտնվում յուրաքանչյուր բաժնետիրական ընկերության, յուրաքանչյուր բանկի հիմնադրման ժամանակ, հոտվտում էր իրադրությունը, դիակի հոտ էր առնում նույնիսկ հաղթական էմիսիաների բարգավաճման ժամանակ, որովհետև քաջ գիտեր, որ կործանումն անխուսափելի էր, որ ջախջախման օրը գալու էր, երբ հնարավոր էր լինելու դիակներ ուտել, շատ էժան գնով բաժնետոմսեր հավաքել ցեխի և արյան միջից։ Եվ Սակարը, որի գլխում մի բանկ հիմնելու վիթխարի ծրագիրն էր պտտվում, թեթևորեն սարսռաց, վատ նախազգացում ունեցավ, տեսնելով այդ պայուսակը, արժեքազրկված արժեթղթերի այդ աղբանոցը, որի մեջ էր լցվում բորսայից ավլված ողջ մակուլատուրան։ Բուշն արդեն իր հետ տանում էր պառավին, երբ Սակարը կանգնեցրեց նրան։ Ուրեմն ես կարող եմ ձեզ մոտ անցնել։ Ձեր եղբայրն այնտեղ կլինի։ Հրեայի աչքերը մեղմացան, անհանգիստ զարմանք արտահայտելով։ Եղբայրս, դե իհարկե, ուրիշ որտեղ կարող է լինել։ Շատ լավ, առայժմ ցտեսություն։ Բաժանվելով նրանցից, Սակարը ծառերի երկարությամբ իր դանդաղ քայլերը դեպի Նոտր-Դամ դե Վիլտուար փողոցն ուղղեց։ Դա հրապարակի ամենաբանուկ մասն էր, որտեղ հաստատված էին առևտրական ֆիրմաներ, մանր ձեռնարկություններ, որոնց ոսկետար ցուցանակները վառվում էին արևի տակ։ Պատշգամբներում վարագույրներ էին ճոճվում։ Մի կահավորված սենյակի լուսամուտին, բերանները բացած, գավառացիների մի ամբողջ ընտանիք էր կանգնած։
Սակարը մեքենաբար բարձրացրել էր գլուխը, նայել այդ մարդկանց, ժպտալով նրանց ճշմած տեսքի վրա, և նրա գլխում վայրկենաբար այն սփոփիչ միտքն էր ծագել, որ գավառներում միշտ էլ անպակաս են լինելու բաժնետերերը, իսկ իր ետևում բորսայի վայնասունը դեռ շարունակվում էր, հետապնդելով իրեն հեռավոր մակընթացության նման, որը այ հիմա կարծես խեղդելու էր իրեն։ Բայց մի նոր հանդիպում կանգնեցրեց նրան։ «Ինչպես թե, Ժորդան, դուք բորսայում», բացականչեց նա պստիկ բեղով, վճռական և հաստատակամ տեսքով մի բարձրահասակ, սևորակ երիտասարդի ձեռքը սեղմելով։ Ժորդանը, որի բանկիր հայրը ժամանակին Մարսելում ինքնասպանություն էր գործել, կործանարար սպեկուլյացիաների հետևանքով 10 տարուց ի վեր Փարիզի փողոցներն էր չափչփում, բուռն կերպով գրականությամբ տարված, և արիաբար պայքարում էր ամենասարսափելի թշվառության դեմ։ Նրա կուզեններից մեկը, որ Պլասանում էր հաստատված և ծանոթ էր այնտեղ ապրող Սակարի ընտանիքի հետ, ժամանակին նրան հանձնարարել էր Սակարին, երբ վերջինս ողջ Փարիզն էր ընդունում Մոնսոյի պարկում գտնվող իր վիլլայի մեջ։ «Բորսայում, ոչ, երբեք», պատասխանեց երիտասարդը կտրուկ ժեստով, ասես հոր թողած ողբերգական հիշողությունը վանելով, այնուհետև կրկին ժպտալով ասաց. «Դուք գիտեք, որ ես ամուսնացել եմ»։ «Այո, մանկության ընկերուհուս հետ։ Մեզ նշանել էին իմ հարուստ եղած ժամանակ, և Մարսելը ոչ մի գնով չուզեց հրաժարվել ինձանից, նույնիսկ հիմա, երբ արդեն աղքատացել եմ»։ «Այո, իհարկե, ես ստացա ձեր հարսանիքի ծանուցագիրը», ասաց Սակարը, «և պատկերացրեք, որ մի ժամանակ ես շփման մեջ եմ եղել ձեր աներոջ պարոն Մոժանդրի հետ, երբ նա պարուսինի ֆաբրիկա ուներ Լավիլետում։ Հավանաբար բավական մեծ գումար աշխատեց այդ գործում»։ Այս խոսակցությունը տեղի էր ունենում մի նստարանի մոտ, և Ժորդանն ընդհատեց այն, որպեսզի այնտեղ նստած հաստլիկ և կարճահասակ, զինվորական կեցվածքով մի պարոնի ներկայացնի, որի հետ զրուցում էր, երբ Սակարը հանդիպեց։ «Պարոն կապիտան Շաֆ, կնոջս քեռին։ Տիկին Մոժանդրը, զոքանչս, շավերի գերդաստանից է, Մարսելից»։ Կապիտանը ոտքի կանգնեց, և Սակարը բարևեց նրան։ Վերջինս առաջներում տեսել էր այդ կաթվածահար դեմքը, կարծր օձիք օգտագործելուց ճկվելու ընդունակությունը կորցրած այդ վիզը։ Նրա առջևն էր կանխիկ դրամով խաղացող այն մանր սպեկուլյանտներից մեկը, որոնց անպայման կհանդիպես այդտեղ ամեն օր ժամը 1-ից մինչև 3-ը։ 15-ից 20 ֆրանկի գրեթե անխուսափելի շահով այդ ողորմելի խաղը պետք է իրացվեր նույն բորսայում։ Ժորդանը, բարի ժպիտը դեմքին, ավելացրեց իր ներկայությունը բացատրելով. «Կատաղի բորսային գործարար է քեռիս, և ինձ միայն երբեմն հաջողվում է անցնելիս նրա ձեռքը սեղմել»։ «Ինչ արած», ասաց պարզապես կապիտանը, «հարկադրված պետք է խաղալ, քանի որ կառավարությունն իր կենսաթոշակով քաղցից մահացնում է ինձ»։ Այնուհետև Սակարը, որին երիտասարդը հետաքրքրում էր կյանքի պայքարում իր ունեցած քաջությամբ, նրան հարցրեց, թե արդյոք լավ ընթանում են նրա գրական գործերը, և Ժորդանը ավելի ևս աշխուժանալով պատմեց, որ իր աղքատ ընտանիքով 6-րդ հարկում է հաստատվել Կլիշի պողոտայում, որովհետև Մոժանդրները, չվստահելով գրողի իր պրոֆեսիային և համարելով, որ առանց այդ էլ շատ բան են արել հավանություն տալով այդ ամուսնությանը, ոչինչ չէին տվել երիտասարդ ամուսիններին։ Նրանք պատրվակում էին, որ իրենց մահից հետո Մարսելին էր մնալու խնայողություններով ուռճացած իրենց ամբողջ հարստությունը։ Ոչ, գրականությունը լավ չէր սնում իր ծառային։ Ժորդանի ծրագրում մի վեպ կար, որը գրելու ժամանակ չէր ունենում, և նա ստիպված ժուռնալիստիկային էր նվիրվել։ Նա գրոտում էր այն ամենի մասին, ինչ լրագրողի պրոֆեսիային է վերաբերում, սկսած խրոնիկաներից ու վերջացրած հաշվետվություններով, դատավարությունների և նույնիսկ զանազան դեպքերի մասին։ «Դե լավ», ասաց Սակարը, «եթե ես մեծ գործից ձեռնարկեմ, գուցե ձեր կարիքը կզգամ։ Եկեք ինձ տեսեք»։ Հրաժեշտ առնելով նա բորսայի հետևն անցավ։ Այնտեղ վերջապես հեռավոր աղաղակները, աժիոտաժի վայնասունները դադարեցին և հրապարակի աղմուկին միախառնվելով անորոշ ժխորի վերածվեցին։ Այդ կողմից ևս աստիճանները մարդկանցով էին լցված։ Բայց բորսային մակլերների կաբինետը,
որի կարմիր պաստառները երևում էին բարձր լուսամուտներից, մեծ սրահի գոռում-գոչյունից մեկուսացնում էր սյունաշարը, որտեղ ստվերում հարմար ձևով նստած էին նրբավարի հարուստ սպեկուլյանտները, ոմանք առանձին, ուրիշներ փոքր խմբերով, ասես այդ ընդարձակ գալերեան, բայց երկնքի տակ մի տեսակ ակումբ լիներ իրենց համար։ Բորսայի շենքի այդ կողմը, փոքր-ինչ թատրոնի հետևի ֆասադը արտիստների մուտքն էր հիշեցնում, և Նոտր Դամ դե Վիկտուար խավար ու համեմատաբար հանդարտ փողոցին էր նայում, որն ամբողջովին գինու վաճառականներով, սրճարաններով, գարեջրատներով, օղետներով էր լցված, և որտեղ վխտում էին հատուկ, տարօրինակորեն խայտաբղետ հաճախորդներ։ Ցուցանակները նույնպես ցույց էին տալիս հարևան վիթխարի կոյուղու եզրին աճած այդ մոլախոտը, վատահամբավ ապահովագրական ընկերություններ, ֆինանսական խարդախ լրագրեր, տարբեր ընկերություններ, բանկեր, գործակալություններ, գրասենյակներ, խանութներում կամ պսլիկ անտրեսոլներում տեղավորված տեսքով համեստ գողաբների երկար շարքը։ Մայթերի վրա, սալահատակի մեջտեղում ամենուրեք մարդիկ էին անտառի անկյունում դարանակալված ավազակների նման, որոնք ինչ-որ մեկին են սպասում։ Սակարը կանգ էր առել ցանկապատից ներս և մակլերների կաբինետը տանող դռանն էր նայում այն զորապետի սուր հայացքով, որը Բերթի բոլոր մատույցները կուսումնասիրի հարձակվելուց առաջ, երբ հանկարծ գինետնից մի բարձրահասակ մարդ դուրս եկավ, կտրեց անցավ փողոցը և Սակարին մոտենալով շատ ցածր խոնարհվեց նրա առաջ։ «Օ, պարոն Սակար, դուք որևէ պաշտոն չեք ունենա ինձ համար։ Ես վերջնականապես դուրս եմ եկել շարժուն արժեքների ընկերությունից և կցանկանայի մի պաշտոն ձեռք բերել»։ Մի անհայտ մնացած պատմության հետևանքով Փարիզ գալուց առաջ Ժանտրուն դասատու է եղել Բորդոյում։ Համալսարանից դուրս գալ հարկադրվելով նա կորցրել էր իր սոցիալական դիրքը, չնայած իր կանխահաշ ջաղատությանը դեռ գեղեցիկ արտաքին ուներ, հովհարանման սև մորուք էր կրում և բացի այդ կրթված, խելացի ու դուրեկան էր։ Բորսա ընկնելով մոտ 28 տարեկան հասակում նա ամբողջ 10 տարի այնտեղ քարշ էր եկել և կեղտոտվել որպես ռմիզյե, հազիվ շահելով իր անառակություններին բավարարող փողը, և այժմ ամբողջովին ճաղատ նա թախծում էր այն բոզի նման, որի կնճիռները վտանգի տակ են դնում իր ապրուստի միջոցը, և անընդհատ սպասում էր այն առիթին, որը հաջողության ու հարստության էր հասցնելու իրեն։ Սակարը նրա այդ հարգանքը տեսնելով շամպոյի ճաշարանում Սաբատանիի բարևը հիշեց դառնությամբ։ Հաստատապես հիմա անբանարկվածներն ու ծախողակներն էին մնում իրեն, բայց նա հարգում էր Ժանտրուին իր աշխույժ խելքի համար և շատ լավ գիտեր, որ ամենաքաջ զորքերը կազմվում են հուսահատ մարդկանցից, որոնք ամեն ինչի պատրաստ են, որովհետև ոչինչ չունեն կորցնելու։ Նա բարեսիրտ գտնվեց։ «Մի պաշտոն», կրկնեց նա։ Հնարավոր է, ինձ մոտացեք։ Հիմա Սեն Լազար փողոցում, այդպես չէ։ Այո, Սեն Լազար փողոցում, առավոտյան։ Նրանք զրույցով տարվեցին։ Ժանտրուն սաստիկ զայրացած էր Բորսայի դեմ և ձախողակ Խաբեբայի ոխակալությամբ կրկնում էր, թե հարկավոր է սրիկա լինել այնտեղ հաջողության հասնելու համար։ Այդ ասպարեզին վերջ էր տվել և այժմ ուզում էր իր ուժերը այլ բնագավառում փորձել։ Իրեն թվում էր, թե համալսարանական կրթության, աշխարհի գործերի մասին ունեցած լայն գիտելիքների շնորհիվ ինքը կարող էր լավ պաշտոն ճարել ադմինիստրացիայի մեջ։ Սակարը հավանություն էր տալիս նրա այդ կարծիքին, գլուխը թափահարելով։ Երբ նրանք դուրս եկան ցանկապատից և մայթով մինչև Բրոնյար փողոցը գնացին, այստեղ կանգնած անթերի լծասարքով մի մուգ կառետ նրանց երկուսի էլ ուշադրությունը գրավեց։ Ձիու գլուխը դեպի Մոնմարտր փողոցն էր դարձած։ Մինչ բարձր նստած կառապանի կռնակը քարի պես անշարժ էր մնում, նրանք նկատեցին, որ կառետի դռնակին մի կանացի գլուխ երկու անգամ արագ երևաց և անհետացավ։ Հանկարծ գլուխը կրկին դուրս կախվեց, և կինը երազանքներով տարված մի երկար անհամբեր հայացք ուղղեց դեպի ետ, դեպի Բորսայի կողմը։ «Բարոնուհի Սանդորֆը», շշնջաց Սակարը։ Դա շատ օրիգինալ թխահեր մի գլուխ էր, այրող սև աչքերով, կապտած կոպերով, առնագույն շրթունքներով, կրքոտ դեմքով
որը մի քիչ տգեղանում էր չափազանց երկար քթից։ Նա վաղաժամ հասունացած էր երևում իր 25 տարիների համար և շատ գեղեցիկ էր։ Կայսրության լավագույն դերձակների կողմից հագցված Բաքոսի քրմուհի էր կարծես։ Այո, բարոնուհին է, կրկնեց Ժանտրուն։ Ես նրա հետ ծանոթացա, երբ դեռ մանկամարդ աղջիկ էր, իր հոր Կոմս դը Լադրիկուլի մոտ։ Օ, ինչ մոլի խաղացող էր Կոմսը, և ինչ զայրացուցիչ կոպտություն ուներ։ Ամեն առավոտ իր հրամանները ստանալու էի գնում մոտը, և մի օր քիչ մնաց ծեծեր ինձ։ Նրան ամենևին չափսոսացի, երբ կաթվածից մեռավ, մի շարք ողբալի լուծարքներից սնանկացած։ Այնժամ աղջիկը ստիպված եղավ Ավստրիայի դեսպանատան խորհրդականի բարոն Սանդորֆի հետ ամուսնանալ, որը 35 տարով մեծ էր, և իրապես խելքահան էր եղել նրա բոցավառ հայացքներից։ Գիտեմ, շատ պարզ ձևով ասաց Սակարը։ Բարոնուհու գլուխը նորից էր կորել կառետի մեջ, բայց գրեթե անմիջապես կրկին երևաց, ավելի գրգռված, վիզը շուռ տված, հրապարակի վրայով ավելի հեռուն տեսնելու համար։ Նա խաղում է, այնպես չէ՞։ Օ, այն էլ հախուռն կերպով։ Բոլոր տագնապալից օրերին նա այստեղ, իր կառքի մեջ, բաժնետոմսերի կուրսերին է հետևում, տենդորեն նշումներ անում ծոցատետրում, հրամաններ է արձակում։ Հը, ահա թե ինչ։ Նա Մասյասին էր սպասում, որը և ահա նրա մոտ է գնում։ Արդարև Մասյասը վազում էր իր կարճ ոտքերի ամբողջ արագությամբ, կուրսերի ցուցակը ձեռքին։ Կառետի դռնակին հենվելով և գլուխը ներս մտցնելով, նա սկսեց աշխուժորեն խորհրդակցել բարոնուհու հետ։ Սակարն ու Ժանտրուն մի քիչ հեռացել էին, լրտեսելու մեջ չբռնվելու համար, և Ռմիզեի վազեվազ վերադառնալու ժամանակ կանչեցին նրան։ Նախ Մասյասը ետ նայեց, համոզվելու համար, թե արդյոք փողոցի անկյունն իրեն թաքցնում է բարոնուհուց։ Հետո անմիջապես կանգ առավ հևալով։ Նրա բշտիկավոր դեմքը կարմրատակել էր, բայց խոշոր կապույտ աչքերը ուրախություն էին արտահայտում և երեխայի աչքերի պես վճիտ էին։ Բայց ի՞նչ է պատահել նրանց, գոռաց նա։ Արդեն Սուեզը ցած է վազում։ Անգլիայի հետ ինչ-որ պատերազմի մասին են խոսում։ Այս շշուկը տակնու վրա է անում նրանց բոլորին, և հայտնի չէ, թե որտեղից է ծագում։ Ապա մի պատկերացրեք, պատերազմ։ Ով կարող է հորինած լինել այդ։ Գուցե ինքն իրեն է առաջացել այդ լուրը։ Կարճ ասած, մի դիվական խառնաշփոթություն։ Ժանտրուն աչքով արեց։ Ինչ է, տիկինը դեռ խաղում է։ Բա, կատաղաբար, ես իմ հրամանները Նաթանսոնին եմ տանում։ Այդ խոսակցությունը լսող Սակարն ասաց. ճիշտ է, ինձ ասացին, որ Նաթանսոնը կուլիս է մտել։ Շատ ազնիվ մարդ է այդ Նաթանսոնը, հայտարարեց Ժանտրուն, և լիովին արժանի է իր հաջողություններին։ Մենք միասին ենք եղել շարժուն արժեքների ընկերությունում։ Սակայն նա բարձր դիրքի է հասնելու, որովհետև հրեա է։ Նրա հայրը, որն ավստրիացի է, կարծեմ Բզանսոնում ժամագործությամբ է զբաղվում։ Գիտեք, նա մի օր իսկույն հրապուրվեց այնտեղ, ընկերությունում, երբ ականատես եղավ նրանց մեքենայություններին։ Մտածեց, որ այնքան էլ դժվար չէ այդ գործը։ Բավական է լոկ մի սենյակ ունենալ և դրա մարկղ բաց անել, և նա իրագործեց այդ ծրագիրը։ Իսկ դուք գոհ եք, Մասյաս։ Գոհ։ Դուք բորսայով անցել եք։ Դուք իրավացի եք ասելով, որ հարկավոր է հրեա լինել, այլապես ոչինչ չես ըմբռնի։ Չգիտես ինչպես մոտենաս գործին, և բախտդ ոչ մի կերպ չի բերի։ Ինչ զզվելի արհեստ է։ Բայց երբ գինին քաշել ես, պետք է խմես։ Բացի այդ, դե ոտքերս բռնում են, ուստի հույսս չեմ կորցնում։ Եվ նա նորից գնաց, վազելով և ծիծաղելով։ Պատմում էին, որ նա Լիոնի ինչ-որ կեղտոտ գործերի պատճառով աշխատանքից հեռացված մի դատական պաշտոնյայի որդին է։ Հոր անհետացումից հետո նա բորսա էր ընկել, չուզելով շարունակել իր իրավաբանական կրթությունը։ Սակարը և Ժանտրուն դանդաղ քայլերով Բրոնյար փողոցը վերադարձան։ Բարոնուհու կառետը դեռ այնտեղ էր, բայց ապակիները բարձրացվել էին, և խորհրդավոր կառքը դատարկ էր թվում։ Կառապանը բոլորովին փետացել էր երկար անշարժ մնալուց, և ըստ երևույթին սովոր էր սպասման, որը հաճախ մինչև բորսայի փակումը երկարում էր։ Բարոնուհին սատանայի նման գրգռիչ է, կոպտորեն վրա բերեց Սակարը։ Ես հասկանում եմ ձեր բարոնին։
մի տարօրինակ ժպիտ խաղաց Ժանտրուի դեմքի վրա։ Բարոնը կարծես վաղուց է ձանձրացել նրանից։ Իսկ ինքը շատ ջլատ է, ասում են։ Այնժամ գիտեք բարոնուհին ում հետ մտերմացավ, որպեսզի կարողանա իր հաշիվները վճարել։ Չէ՞ որ միայն խաղի միջոցով չէր կարող ապրել։ Ոչ, Դելկամբրի հետ։ Դելկամբրը գլխավոր դատախազը, այդ երկարահասակ, կմախքացած, այնքան դեղնագույն, այնքան դաժան մարդը։ Ես ինչքան կցանկանայի միասին տեսնել նրանց։ Եվ երկուսն էլ զվարթ ու աշխույժ տրամադրությամբ բաժանվեցին իրարից, մի ամուր ձեռքսեղմումով։ Այն բանից հետո, երբ Ժանտրուն հիշեցրեց Սակարին, որ շուտով իր մոտ է անցնելու։ Հենց որ Սակարը դարձյալ մենակ մնաց, նրա ականջներում բարձրաձայն նորից հնչեց վերադարձող մակընթացության համառությամբ մոլեգնող բորսայի ձայնը։ Նա շուռ էր եկել անկյունը և կրկին էր իջնում դեպի Վիվիեն փողոցը, հրապարակի այն կողմով, որն ավելի խիստ տեսք ունի ճաշարանների բացակայության պատճառով։ Նա անցավ առևտրական պալատը, փոստի գրասենյակը, ռեկլամի մեծ գործակալությունները։ Քանի գլխավոր ճակատին էր մոտենում, այնքան ավելի խլացուցիչ էր դառնում բորսայի ժխորը, այնքան ավելի էր հուզվում ինքը։ Եվ երբ կարողացավ մի շեղակի հայացքով ընդգրկել ողջ սյունազարդ ճակատը, նա վերստին կանգ առավ, կարծես չուզենալով ավարտել սյունաշարի շրջագայությունը, այնքան որ բուռն կրքով էր համակված։ Այնտեղ, սալահատակի այդ ընդլայնվող մասում, կյանքը եռում էր, աղբյուրի պես խփում։ Հաճախորդների բազմությունը լցրել էր սրճարանները, քաղցրավաճառի խանութը լեփ-լեցուն էր, ժողովուրդը խռնվում էր ցուցափեղկերի առաջ, հատկապես մի ոսկերիչի ցուցափեղկի առաջ, որտեղ փայլում էին արծաթե խոշոր սպասները։ Եվ հրապարակի 4 անկյուններից, 4 խաչմերուկներից եկող վարձակառքերի և հետիոտն անցորդների հոսանքը կարծես ուժեղանում էր, մի անլուծելի խառնաշփոթություն կազմելով, իսկ օմնիբուսների տոմսակատունը սաստկացնում էր խառնակությունը, և բորսային միջնորդների շարքով կանգնած կառքերը թաքցնում էին մայթը ցանկապատի գրեթե ամբողջ երկարությամբ։ Բայց Սակարն իր աչքերը թիկնոցներով ծածկված և արևի պայծառ լույսով ողողված սանդուղքի վերին մասի վրա էր հառել։ Ապա նա իր հայացքը սյուներին, մարդկանց վխտացող հոծ, սև մասսային ուղղեց, որը հազիվ էր լուսավորվում դեմքերի գունատ բծերից։ Բոլորը կանգնած էին, աթոռները չէին երևում, ժամացույցի տակի ոլորապատը օդը թրթռացնող շարժումների և խոսքերի փոթորկից էր կռահվում միայն։ Ձախ կողմը արբիտրաժներով, մուրհակի և անգլիական չեկերի գործողություններով զբաղված բանկիրների խումբը ավելի հանդարտ էր մնում, որին անընդհատ ճեղքում էր դեպի հեռախոսն ուղղվող մարդկանց շարանը։ Ամենուրեք, նույնիսկ կողմնակի գալերեաների տակ, գործարարները վխտում էին, իրար էին բոտբոթում, իսկ ոմանք, սյուների միջև կանգնած, երկաթե ճաղաշարքին կրտնած, իրենց փորը կամ թիկունքը մի որևէ բազրիքի թավշին էին դեմ անում, ինչպես իրենց տանը։ Շոգ ու ամբողջ ուժով աշխատող մեքենայի դղրդոցը հիշեցնող ցնցումը քանի գնում աճում էր, ալեկոծում էր ողջ բորսան։ Հանկարծ Սակարը տեսավ գործարար Մասյասին, որն ամենայն արագությամբ աստիճաններից ցած իջնելով ցատկեց իր կառքի մեջ և կառապանը քառասմբակ վազքի մղեց ձիուն։ Այնժամ Սակարի բռունցքներն ակամա սեղմվեցին։ Նա կամքի ուժով իրեն ստիպեց կտրվել այդ տեսարանից։ Խճուղին կտրելով Վիվեն փողոցը մտավ, Ֆեյդո փողոցի անկյունը գնալու նպատակով, որտեղ բնակվում էր Բուշը։ Հանկարծ հիշել էր, որ ռուսերեն նամակ ուներ թարգմանել տալու, բայց ներս մտնելու ժամանակ ստորին հարկը գրավող թղթավաճառանոցի առաջ կանգնած մի երիտասարդ բարև տվեց իրեն։ Սակարը ճանաչեց նրան։ Գուստավ Սեդիին էր, Ժոնյորների փողոցում հաստատված Մետաքսի գործարանատիրոջ որդին, որն իր հոր կողմից Մազոյի մոտ էր տեղավորված, ֆինանսական գործերի մեխանիզմը ուսումնասիրելու համար։ Սակարը հայրաբար ժպտաց այդ բարձրահասակ, վայելչագեղ երիտասարդին, քաջ գիտենալով, թե նա ինչու է սպասում այնտեղ։ Կոնենի թղթավաճառանոցը հուշատետր էր մատակարարում ողջ բորսային։ Այն ժամանակվանից ի վեր, երբ փոքրիկ տիկին Կոնենը սկսել էր օգնել իր ամուսնուն, Հաստլիկ Կոնենին։ Սա երբեք դուրս չէր գալիս խանութի հետևի սենյակից, որտեղ ապրանք էր պատրաստում։
Այնինչ տիկին Կոնենը գնում-գալիս էր վաճառասեղանի առաջ սպասարկելով, դուրսը դեսուդեն էր վազում գործերի հետևից։ Նա գեր էր, շեկ, վարդագույն, մի իսկական խուճուճ գառնուկ, մետաքսանման փայլուն մազերով, շատ նազելի, շատ սիրալիր և միշտ զվարթ։ Ասում էին, որ նա շատ է սիրում ամուսնուն, բայց այդ հանգամանքը նրան չէր խանգարում, որ քնքուշ լիներ, երբ բորսայի մի հաճախորդ դուր էր գալիս իրեն, սակայն ոչ թե փողի համար, այլ բացառապես հաճույքի սիրույն, այն էլ լոկ մեկ անգամ, մի մոտակա հյուրընկալ տան մեջ, ինչպես այդ մասին պատմում էր առասպելը։ Ամեն պարագայի տակ այն մարդիկ, որոնց երջանկացնում էր տիկին Կոնենը, ըստ երևույթին զուսպ և երախտապարտ էին լինում, որովհետև առաջվա պես պաշտում, մեծարում էին նրան և ոչ մի վատ լուր չէին տարածում նրա մասին։ Եվ թղթավաճառանոցը շարունակում էր բարգավաճել, դա իսկական երջանկության մի անկյուն էր։ Անցնելիս Սակարը նկատեց, որ տիկին Կոնենը պատուհանի միջով ժպտում էր Գյուստավին։ Ինչ սիրուն գառնուկ։ Տիկին Կոնենին նայելով, Սակարը փայփայանքի մի քաղցր զգացում ունեցավ։ Վերջապես նա բարձրացավ սանդուղքով։ 20 տարուց ի վեր բուշը ամենավերևում, 6-րդ հարկում, 2 սենյակից և խոհանոցից բաղկացած մի նեղլիկ բնակարան էր զբաղեցնում։ Ծնված Նանսիում, գերմանացի ծնողներից, նա Փարիզ էր եկել հայրենի քաղաքից, այնտեղ կամաց-կամաց ընդարձակել էր իր արտակարգորեն բարդ գործերի շրջանակը, առանց կարիք ունենալու ավելի մեծ գրասենյակի։ Նա իր եղբորը Սիգիզմոնդին էր թողել փողոցին նայող սենյակը, իսկ ինքը բավարարվել էր դեպի բակը նայող խցիկով, ուր անպետք թղթերը, թղթապանակները, զանազան տեսակի կապոցներն այնպես էին կուտակվել, որ գրասեղանի դեմը միայն մի աթոռի համար տեղ էր մնացել։ Նրա խոշոր գործառնություններից մեկը արժեզրկված արժեթղթերի առևտուրն էր, իհարկե։ Նա հավաքում էր դրանք և միջնորդություն անում խոնավ ոտքերի փոքր բորսայի ու սնանքների միջև, որոնք ծակեր ունեին փակելու իրենց հաշվեկշռի մեջ։ Դրա համար նա հետևում էր արժեթղթերի կուրսերին, երբեմն հենց ինքն էր գնում դրանք, բայց գլխավորապես իրեն բերված պաշարներից էր սնվում։ Սակայն, բացի վաշխառությունից և թանկարժեք զարդերի ու քարերի գաղտնի առևտրից, նա մասնավորապես զբաղվում էր մուրհակների գնումով։ Հենց դրանք էին ճաքեցնելու աստիճան լցնում նրա գրասենյակը։ Հենց դրանց պատճառով էր, որ նա ոտնատակ էր տալիս ամբողջ Փարիզը, հոտվտում և հետամտում էր պարտապաններին, կապեր պահպանելով հասարակության բոլոր խավերի հետ։ Հենց որ լսում էր մի սնանկացողի մասին, շտապում էր դժբախտության վայրը, թափառում սինդիկի շուրջը և վերջապես գնում էր այն ամենը, ինչից հնարավոր չէր անմիջապես ռեալ օգուտ ստանալ։ Նա նոտարական գործերին էր հետևում, վիճելի ժառանգությունների բացմանն էր սպասում, անհուսալի մուրհակների աճուրդով ծախվելուն էր ներկա լինում։ Հենց ինքը հայտարարություններ էր հրապարակում, գրավում էր անհամբեր պարտապահանջներին, որոնք գերադասում էին թեկուզ մի քանի գրոշ իսկույնևեթ ստանալ, քան թե իրենց պարտապաններին հետապնդելու ձանձրույթը հանձն առնել։ Եվ այդ բազմաթիվ աղբյուրներից շարունակ թղթեր էին գալիս, ասես քթոցներով էին կրում դրանք։ Պարտքի փոքր պահարանների կույտը անընդհատ աճում էր։ Չվճարված մուրհակներ, չիրագործված պայմանագրեր, ժամկետանց ստացագրեր, չկատարված պարտավորություններ։ Այնուհետև այդ պահարանի ներսում ջոկելու գործողությունն էր սկսվում։ Բուշը, կարծես պատառաքաղի միջոցով տեսակավորում էր այդ նեխած վինեգրետի բաղադրիչ մասերը, իսկ դա հատուկ, շատ նուրբ հոտառություն էր պահանջում։ Անհետացած կամ սնանկացած պարտապանների այդ ծովում հարկավոր էր ընտրություն կատարել իր ուժերը շատ չցրելու համար։ Նա այն սկզբունքն էր դավանում, որ ամեն մուրհակից, նույնիսկ ամենահուսալիից, հնարավոր է արժեք ստանալ, և հիանալիորեն դասավորված բազմաքանակ դոսիեներ էր պահում։ Դրանց համար անունների համապատասխան ցուցակ էր կազմել, որը ժամանակ առ ժամանակ վերընթերցում էր, անուններն իր հիշողության մեջ թարմացնելու նպատակով։ Բայց սնանկ պարտապանների մեջ նա բնականաբար ամենից շատ հալածում էր նրանց, ովքեր, ինչպես ինքն էր նախատեսում, շուտով հարստանալու շանսեր ունեն։ Նա իր հետազոտմամբ մերկացնում էր մարդկանց, ընտանեկան գաղտնիքների մեջ էր թափանցում, իր մոտ նշում էր հարուստ ազգակցությունները, ապրուստի միջոցները,
հատկապես նոր պաշտոնները, ռոճիկի վրա կալանք դնելու համար։ Հաճախ երկար տարիներ սպասում էր, որ հասունանա իր զոհը, առաջին իսկ հաջողության դեպքում խեղդելու համար նրան։ Ինչ վերաբերում է թաքնվող պարտապաններին, Բուշը նրանցով ավելի շատ էր հետաքրքրվում, համառորեն և անընդհատ որոնում էր նրանց, ցուցանակներին ու թերթերում տպագրվող անուններին հետևելով, հասցեները փնտրելով այնպես, ինչպես շունը որսին է փնտրում, և հենց որ անհետացած ու սնանկացած պարտապաններն իր ճանկն էին ընկնում, նա վայրագ էր դառնում։ Նրանց ողջ ուտում էր, նրանց արյունն էր ծծում, կորզելով 100 ֆրանկ իր ծախսած 10 սուի դիմաց։ Կոպտորեն բացատրում էր, որ ինքը վտանգի է ենթարկվում խաղալիս, և դրա համար ստիպված է ձեռքն ընկնողներից հանել այն, ինչ ծխի նման իր ձեռքերից փախչողների պատճառով կորցնում էր։ Պարտապանների այդ որսորդության մեջ տիկին Մեշենն այն օգնականներից մեկն էր, որին Բուշը ամենից հաճախ էր օգտագործում։ Բացի Մեշենից, նա իր հրամաններով գործող որսահալածների մի ամբողջ ջոկատ ուներ, բայց այդ սոված և վատահամբավ անձնակազմին չէր վստահում, այնինչ Մեշենը տանտիրուհի էր հանդիսանում։ Նրան էր պատկանում Մոնմարտր բլրի հետևում գտնվող մի ամբողջ թաղամաս, այսպես կոչված Նեապոլիտանական ավանը։ Նա այդ ընդարձակ հողամասը ծածկող խախուտ հյուղերը ամսով վարձով էր տալիս։ Դա սարսափելի թշվառության մի անկյուն էր, որտեղ քաղցածները աղտեղության մեջ կույտերով պատսպարվում էին խոզաբներում, որոնք ձեռքից ձեռք էին խլվում։ Մեշենը վարձակալներին իրենց ունեցած-չունեցածով անգթորեն փողոց էր նետում, հենց որ դադարում էին վճարելուց։ Բայց նրան կործանողը, նրա փոքրիկ քաղաքի եկամուտները կուլ տվողը խաղի նկատմամբ ունեցած դժբախտ կիրքն էր։ Բացի այդ, նրան գրավում էին նաև փողի վերքերը, փլատակները, հրդեհները, որոնց միջից կարելի է հալած թանկարժեք զարդեր գողանալ։ Երբ Բուշը նրան հանձնարարում էր մի որևէ տեղեկություն հավաքել, մի որևէ պարտապանի հետքը գտնել, հաճախ Մեշենն իր գրպանից էր ծախսում, իր ուժերը չէր խնայում հանուն հաճույքի։ Նա իրեն այրի էր անվանում, բայց ոչ ոք չէր ճանաչել նրա ամուսնուն։ Հայտնի չէր, թե նա որտեղից էր եկել, և կարծես միշտ 50 տարեկան էր եղել, միշտ այդպես անզուսպ, փոքրիկ աղջկա բարակ ձայնով։ Այդ օրը, հենց որ Մեշենը նստեց մի ակաթոռի վրա, գրասենյակն իսկույն լցվեց, ասես այդտեղ ընկած այդ վերջին մսե կապոցով ամբողջապես լցվեց սենյակը։ Իր գրասեղանի առաջ Բուշը, բանտարկված, կարծես դոսիեների ծովում էր ընկղմվել, որտեղից միայն նրա քառակուսի գլուխն էր դուրս պրծնում։ «Ահա», ասաց Մեշենն իր լեփ-լեցուն հին պայուսակից թղթերի վիթխարի դեզը դուրս ածելով, «ահա այն, ինչ Ֆեյոն ինձ ուղարկել է Վանդոմից։ Նա բոլորը ձեզ համար է գնել Շարպիեի այդ սնանկության ժամանակ, որի մասին ես գրեցի նրան ձեր հանձնարարությամբ։ Ընդամենը 110 ֆրանկ»։ Ֆեյոն, որին Մեշենն իր կուզենն էր անվանում, վերջերս ռենտը հավաքողի գրասենյակ էր բացել այնտեղ։ Պաշտոնապես նա իր նահանգի փոքր եկամտատերերի կտրոնները ստանալու գործով էր զբաղվում, և այդ կտրոնների ու փողի պահողը լինելով մոլեգնորեն խաղում էր բորսայում։ «Նահանգից հնարավոր չէ շատ բան դուրս քաշել», շշնջաց Բուշը, «բայց այնուամենայնիվ այնտեղ ևս կարելի է լավ հանդիպումներ ունենալ»։ Նա աչքի էր անցկացնում թղթերը և արդեն դրանք ջոկում էր փորձված ձեռքով, դասավորում էր մոտավորապես, հոտառությամբ գնահատելով։ Նրա տափակ դեմքը մռայլվեց և հուսախաբված ծամացրություն արեց։ Յուղալի չէ, դրանից շահ չկա։ Լավ է, որ գոնե թանկ չի նստել։ Ահա քեզ մուրհակներ, էլի մուրհակներ։ Եթե դրանք երիտասարդներ են, և եթե Փարիզ են եկել, թերևս բռնենք նրանց։ Բայց նա զարմանքի մի թեթև բացականչություն արձակեց։ Լսիր, այս ի՞նչ բան է։ Նա հենց նոր մի թերթ դրոշմաթղթի ներքևում Կոմս դը Բովիլյեի ստորագրությունն էր նկատել, իսկ վերևի մասը ծերունու խոշոր ձեռագրով գրված միայն 3 տող էր կրում. «Պարտավորվում եմ 10,000 ֆրանկ վճարել օրիորդ Լեոնի կրոնին իր չափահասության օրը»։ Կոմս դը Բովիլյեն, կրկնեց Բուշը դանդաղորեն, բարձրաձայն մտածելով։ Այո, նա ագարակներ, մի ամբողջ կալվածք ուներ Վանդոմի մոտ։
Նա որսորդական պատահարից մեռավ, նեղության մեջ թողնելով իր կնոջը և 2 երեխաներին։ Մի ժամանակ ինձ մոտ եղած մուրհակները դժվարությամբ վճարեցին նրանք։ Խեղճատակի մեկն է, ուրիշ ոչինչ։ Հանկարծ նա սկսեց քրքջալ, վերարտադրելով պատմությունը։ Այ ծեր խաբեբան, աղջկան ծուղակ գցողը նա է։ Ըստ երևույթին աղջիկը չէր համաձայնվում, և Կոմսը նրան համոզել է այս թղթի կտորով, որն օրենքի համաձայն ոչ մի արժեք չուներ։ Հետո ծերուկը մահացել է։ Տեսեք, 1854 թվականն է կրում, արդեն 10 տարի է անցել։ Հիմա աղջիկը պետք է չափահաս լինի կրողը տանի։ Այս ստացագիրը ինչպես է ընկել Շարպիեի ձեռքը։ Այդ Շարպիեն հացահատիկի վաճառական էր և միևնույն ժամանակ վաշխառություն էր անում։ Անկասկած, աղջիկը նրա մոտ գրավ է դրել այդ ստացագիրը և մի քանի էկյուի փոխարեն, կամ գուցե Շարպիեն էր հանձն առել ստանալ այդ պարտքը։ Բայց, ընդհատեց Մեշենը, դա շատ լավ բան է, մի իսկական գործ։ Բուշն արհամարհանքով ուսերը թոթվեց։ Ամենևին։ Ձեզ ասում եմ, որ իրավական տեսակետից ոչինչ չարժե սա։ Եթե ես այս ստացագիրը ժառանգորդներին ներկայացնեմ, նրանք կարող են գրողի ծոցն ուղարկել ինձ, որովհետև անհրաժեշտ է ապացուցել, որ Կոմսն իրոք պարտական է այդ փողը։ Սակայն, եթե գտնելու լինենք աղջկան, թերևս նրանց ստիպեմ փապ կանալ և համաձայնության գալ մեզ հետ, անհաջո աղմուկից խուսափելու համար։ Հասկանում եք։ Որ ունեցեք այդ Լեոնի կրոնին, Ֆեյոյին գրեցեք, որ նրա հետքը գտնի մեզ համար։ Իսկ հետո կտեսնենք։ Նա թղթերը 2 դեզի էր բաժանել դրանք խորը քննելու համար, երբ մենակ մնար, և հիմա անշարժ նստել էր, ձեռները բաց, ամեն մեկը մի դեզի վրա։ Կարճ լռությունից հետո Մեշենը հարեց. Ես զբաղվեցի Ժորդանի մուրհակներով։ Երևի ես գտել եմ այդ պարոնին։ Ժամանակով ծառայող է եղել ինչ-որ միտեղ, իսկ հիմա գրում է թերթերում։ Բայց մարդկանց շատ վատ են ընդունում խմբագրատներում և հրաժարվում են հասցե տալուց։ Եվ բացի այդ ինձ թվում է, որ նա իր իսկական անունով չի ստորագրում գրած հոդվածները։ Լուռ ու մունջ Բուշը ձեռքը մեկնեց, իր այբենական տեղից Ժորդանի դոսիեն վերցնելու համար։ Այնտեղ 50 ֆրանկի 6 մուրհակ էր գտնվում, որոնք 5 տարի առաջ էին տրվել, մեկը մյուսի հետևից, 1 ամսվա ընդհատումներով, և ընդամենը 300 ֆրանկի մի փոքր գումար էին կազմում, որը երիտասարդ ծանոթ դերձակից էր վերցրել իր նեղության օրերին։ Մուրհակները ժամանակին չվճարվելով, պարտքը աճել էր վիթխարի ավելացումների պատճառով, և այդպիսով դոսիեն լիքը լցված էր գործավարական ահագին թղթերով։ Այդ րոպեին պարտքը 730 ֆրանկ 15 սանտիմի էր հասել։ Եթե այդ երիտասարդն ապագա ունի, փնթփնթաց Բուշը, մեզ դեռ կհաջողվի նրան ճանկել։ Հետո հավանաբար դրա հետ համակցված մի ուրիշ գործի մասին հիշելով բացականչեց. Իսկ ինչ է, Սիկարդոյի գործից ձեռ ենք քաշում։ Մեշենը վշտալի ժեստով երկինք բարձրացրեց թմբլիկ ձեռքերը։ Նրա հրեշային ողջ կերպարանքը հուսահատություն էր արտահայտում։ Ախ, Աստված իմ, հառաչեց նա իր սրնգային ձայնով։ Դա իմ կյանքն է խլելու։ Սիկարդոյի գործը մի իսկական վիպական պատմություն էր, որը պատմելուց նա հաճույք էր զգում։ Իր ազգականուհի Ռոզալի Շավալը, իր հորաքույրներից մեկի դանդաղահաս աղջիկը, 16 տարեկան հասակում մի երեկո բռնաբարվել էր սանդուղքի վրա, Լահար փողոցի տներից մեկում, որտեղ նա մոր հետ ապրում էր 7-րդ հարկի մի փոքր բնակարանում։ Ամենից վատն այն էր, որ ամուսնացած մարդ հանդիսացող միայն 8 օր առաջ 3-րդ հարկի վարձակալուհուց մի սենյակ վարձած և այնտեղ իր կնոջ հետ հաստատված պարոնը այնպիսի կիրք էր հանդես բերել, որ խեղճ Ռոզալիի ուսն էր հոդախախտվել, նրան խիստ արագորեն մի աստիճանի անկյունը տապալելով։ Դրա վրա մայրը իրավացի կերպով զայրացել էր և քիչ էր մնացել մի սարսափելի գայթակղություն սարքեր, ի հեճուկս աղջկա արցունքների, որը խոստովանում էր, թե այդ բանն ինքն էր թույլ տվել, որ դա պատահաբար էր եղել, և ինքը շատ էր ցավելու, եթե պարոնին բանտ ուղարկեին։ Այնժամ մայրը որոշել էր լռել և բավարարվել էր միայն 600 ֆրանկ պահանջելով այդ հանցագործ պարոնից։ Այդ գումարը 12 մուրհակի էր բաշխվում, ամսական 50 ֆրանկի չափով, 1 տարի ժամկետով, և նա բարձր գին չէր պահանջել,
Դա նույնիսկ շատ համեստ սակարկություն էր, որովհետև դերձակության աշակերտությունը ավարտած աղջիկը այլևս ոչինչ չէր վաստակում, անկողնում պառկած և շատ ծախս պատճառելով մորը, չնայած դրան այնքան վատ էին խնամում նրան, որ թևի մկանները կարկամած լինելով հաշմանդամ էր դարձել։ Դեռ առաջին ամիսը չլրացած, պարոնն անհետացել էր առանց հասցե թողնելու, իսկ դժբախտությունները հաջորդում էին միմյանց, կարկտի նման թափվում էին։ Ռոզալին տղա բերեց, մայրը մեռավ, ինքը դուրս եկավ ազնիվ ճանապարհից, սոսկալի թշվառության դատապարտվեց։ Նեապոլիտանական Ավանը տեղափոխվելով իր ազգականուհու Մեշենի մոտ մինչև 26 տարեկան հասակը փողոցներով քարշ էր եկել, չկարողանալով օգտվել իր մի թևից, երբեմն լիմոններ վաճառելով շուկայում, ամբողջ շաբաթներ անհետանալով տարբեր տղամարդկանց հետ, որոնք ի վերջո վռնդում էին նրան, հարբած և հարվածներից կապտած վիճակում։ Վերջապես, 1 տարի առաջ նախորդներից ավելի հանդուգն մի արկածախնդրության հետևանքով սատկելու բախտն էր ունեցել։ Այնժամ Մեշենը ստիպված էր եղել իր մոտ վերցնել երեխային, Վիկտորին, և այդ ամբողջ եղելությունից Սիկարդո ստորագրությունը կրող անվճար 12 մուրհակներն էին մնում միայն։ Երբեք հնարավոր չէր եղել ավելին իմանալ այդ մասին։ Պարոնը Սիկարդո էր կոչվում։ Դարձյալ պարզելով ձեռքը, Բուշն այս անգամ Սիկարդոյի դոսիեն վերցրեց, որը գորշ թղթից բարակ շապիկ ուներ։ Միայն 12 մուրհակներն էին գտնվում այնտեղ, դրանք բողոքարկելու ոչ մի փորձ չէր եղել։ Ուր էր թե Վիկտորը գոնե ազնիվ լիներ, բացատրում էր պառավը լալագին, բայց պատկերացրեք, որ սոսկալի երեխա է։ Օհ, ծանր է նման ժառանգություն ստանալը, միլակոտ, որն ի վերջո գլխատվելու է, և այս թղթի կտորները, որոնցից երբեք ոչ մի օգուտ չեմ քաղելու։ Բուշն իր դուրս պրծած դժգույն աչքերը համառորեն մուրհակների վրա էր սևեռել։ Քանի անգամ նա այս ձևով ուսումնասիրել էր դրանք, հուսալով, որ վերջապես մի հետք կգտնի ինչ-որ աննշմարելի մնացած մանրամասնության մեջ, տառերի ձևի մեջ, մինչև անգամ դրոշմաթղթի ֆակտուրայի մեջ։ Նա պնդում էր, որ այդ սուր և բարակ ձեռագիրը անծանոթ չէր իրեն։ Հետաքրքիր է, կրկնեց նա մի անգամ ևս։ Անկասկած ես արդեն տեսած կլինեմ նման «այեր» և «օյեր», այնքան բարակ ու երկարացված, որ ասես «իեր» լինեն։ Հենց այդ պահին դուռը ծեծեցին, և Բուշը Մեշենին խնդրեց ձեռքը մեկնելով բաց անել այն, որովհետև սենյակն ուղղակի սանդուղքի վրա էր բացվում։ Փողոցին նայող լուսամուտներով մյուս սենյակը գնալու համար պետք էր Բուշի կաբինետով անցնել, իսկ որպես խոհանոց ծառայող օդազուրկ խցիկը հարթակից այն կողմ էր գտնվում։ Մտեք, պարոն, Սակարն էր ներս մտնողը։ Նա ժպտում էր, ներքուստ ուրախանալով ի տես դռանը պտուտակով ամրացված այն պղնձե տախտակի, որը խոշոր սև տառերով հետևյալ բառերն էր գրում. «Վիճելի գործեր»։ Ահա, պարոն Սակար, դուք թարգմանության համար եկած կլինեք։ Եղբայրս այնտեղ է, մյուս սենյակում։ Մտեք, դե մտեք։ Բայց Մեշենն ամբողջովին փակել էր ճանապարհը և համառությամբ նորեկին էր նայում, հետզհետե ուժեղացող զարմանքով։ Հարկ եղավ մի ամբողջ մանևր կատարել։ Սակարը սանդուղքի վրա քաշվեց, իսկ Մեշենը հարթակ դուրս եկավ ու պատին սեղմվեց, որպեսզի այցելուն կարողանա ներս մտնել և վերջապես հարևան սենյակն անցնել, որտեղ և անհետացավ։ Այս բարդ շարժումների ընթացքում Մեշենն իր աչքերը չէր հեռացրել նրանից։ «Վա՜», ասաց նա հևալով, «ես երբեք այսքան մոտիկից չէի տեսել պարոն Սակարին։ Վիկտորը կարծես նրա քթից է ընկած»։ Բուշը նախ չհասկանալով Մեշենին էր նայում տարակուսանքի մեջ, ապա հանկարծ լուսավորվեց նրա միտքը, և նա կամացուքի շոց տվեց։ «Սատանան տանի, իրոք այդպես է։ Ախր ես գիտեի, որ մի տեղ տեսել եմ այդ ձեռագիրը»։ Եվ այս անգամ նա տեղից վեր կացավ, տակնուվրա արեց բոլոր թղթապանակները և վերջապես գտավ այն նամակը, որը Սակարը 1 տարի առաջ իրեն գրել էր, լրացուցիչ ժամանակ խնդրելով ի նպաստ մի սնանկացած պարտապանուհու։ Նա արագորեն իրար հետ համեմատեց մուրհակների և այդ նամակի ձեռագիրը։ Իրոք նույն «այերն» ու նույն «օերն» էին, որոնք ժամանակի ընթացքում ավելի ևս էին սրվել, և բացի դրանից մեծատառերն էլ ակներև նմանություն ունեին։
Նա է, նա, կրկնում էր Բուշը, միայն թե հետաքրքիր է, ինչու Սիկարդո և ոչ թե Սակար, և նրա հիշողության մեջ Սակարի անցյալը վերարտադրող մի աղոտ պատմություն ծագեց, որը նա Լարսոննո անունով արդեն միլիոնատեր դարձած բորսային գործակալից էր իմացել, թե ինչպես պետական հեղաշրջումից անմիջապես հետո Սակարը Փարիզ էր եկել, հենց նոր առաջ քաշված իր եղբոր Ռուգոնի հզորությունից օգտվելու համար, թե ինչպես սկզբում թշվառ կյանք էր վարել լատինական հին թաղամասի կեղտոտ փողոցներում, և թե ինչպես արագորեն հարստացել էր մի կասկածելի ամուսնության շնորհիվ, այն բանից հետո, երբ կնոջը թաղելու բախտն էր ունեցել։ Հենց այդ դժվարին տարիներին էր, որ նա իր Ռուգոն ազգանունը Սակարով էր փոխարինել, պարզապես Սիկարդո կոչվող առաջին կնոջ ազգանունը ձևափոխելով։ Այո, Սիկարդո, ես շատ լավ եմ հիշում, շշնջաց Բուշը։ Նա հանդգնություն ունեցավ մուրհակներն իր կնոջ ազգանվամբ ստորագրելու։ Անկասկած այդ ազգանունն էլ տվել էին Լահարբ փողոցում հաստատվելիս։ Իսկ հետո այդ սրիկան նախազգուշական բոլոր միջոցները ձեռք էր առնում, տնից տեղափոխվում էր ամենափոքր տագնապի առթիվ։ Այ թե ինչ, նա ոչ միայն փողի էր հետը մտում, այլ նաև աղջիկներին էր տապալում սանդուղքների վրա։ Դա մի հիմարություն է, և ի վերջո կարող է իր գլխին մի վատ խաղ խաղալ։ Սուս, ընդհատեց նրան Մեշենը, մենք արդեն ճանկել ենք նրան, և կարելի է ասել, որ իրոք Աստված գոյություն ունի։ Վերջապես վարձատրվելու եմ այն ամենի համար, ինչ արեցի այդ խեղճ փոքրիկ Վիկտորի օգտին, որին այնուամենայնիվ իրոք սիրում եմ, թեև նա անուղելի է։ Մեշենը շողում էր, նրա մանր աչքերը փայլփլում էին դեմքի հալվող ճարպի մեջ, բայց Բուշը այդ երկար ժամանակ փնտրած և պատահաբար գտած լուծման առաջացրած ջերմությունից հետո խորհրդածելով արդեն սառչում էր և գլուխն էր շարժում։ Անտարակույս Սակարը սնանկացած էր առայժմ, բայց և այնպես դեռ կարելի էր քերթել նրան։ Հնարավոր էր նույնիսկ նրանից նվազ ձեռնտու հոր վրա հարձակվել, միայն թե նա չի թույլատրի, որ իրեն նեղեն։ Նրա հետ պետք է շատ զգույշ լինել։ Եվ հետո ինչ կարող ես անել։ Հավանաբար ինքն էլ չգիտեր իր որդու գոյության մասին։ Կարող էր ուրանալ, չնայած ըստ Մեշենի ապշեցնող այդ արտակարգ նմանությանը։ Բացի այդ, նա երկրորդ անգամ էր այրիացել։ Ազատ մարդ էր հանդիսանում։ Ոչ ոքի պարտավոր չէր հաշիվ տալ իր անցյալի մասին։ Այնպես որ, նույնիսկ եթե ընդուներ երեխային, ոչ մի ահով, ոչ մի սպառնալիքով հնարավոր չէր ներգործել նրա վրա։ Իսկ եթե նրա հայրության հաշվին միայն մուրհակների 600 ֆրանկը ձեռք բերեին, ճիշտն ասած դա շատ ողորմելի գումար էր։ Ափսոս էր այդքան վատ օգտագործել այդ հրաշալի պատահմունքը։ Ոչ, անհրաժեշտ էր մտածել, հասունացնել այդ բոլորը, հունձն իր լրիվ հասունության ժամանակ հավաքելու միջոցը գտնել։ Չշտապենք, եզրակացրեց Բուշը, առանց այդ էլ նա գետին է տապալված։ Նրան ժամանակ տանք, որպեսզի ոտքի կանգնի։ Եվ Մեշենին արձակելուց առաջ նրա հետ միասին վերջացրեց իրեն հանձնարարված մանր գործերի քննությունը։ Իր թանկագին զարդերը սիրականի համար գրավ դրած մի մանկամարդ կնոջ վերաբերյալ, մի փեսայի վերաբերյալ, որի պարտքը իր սիրուհին հանդիսացող զոքանչի կողմից պետք է վճարվեր, եթե կարողանային գործը լավ բռնել։ Մի խոսքով, անելիքների այնքան բարդ ու դժվարին գանձման ամենանուրբ և բազմազան եղանակների վերաբերյալ։ Հարևան սենյակը մտնելով, Սակարը մի ակնթարթ շլացել էր անվարագույր, արփավետ ապակիներով պատուհանի սպիտակ լույսից։ Կապույտ ծաղիկներ ունեցող դժգույն թղթով ծածկված այդ սենյակը համարյա դատարկ էր։ Միայն մի նեղլիկ երկաթյա մահճակալ կար մի անկյունում, իսկ մեջտեղում մի եղևնյա սեղան և երկու ծղոտե աթոռներ։ Ձախակողմյան միջնորմի երկարությամբ հազիվ ռանդված տախտակները գրապահարանի տեղ էին ծառայում և գրքերով, գրքույկներով, լրագրերով, ամեն տեսակ թղթերով էին լցված։ Բայց այդ բարձրության վրա երկնային պայծառ լույսը սենյակի այդ դատարկության մեջ, կարծես երիտասարդական զվարթություն, պարզ թարմության ծիծաղ էր առաջացնում։ Եվ Բուշի եղբայրը՝ Սիգիզմոնդը, որն անմորուք, երկար և ցանցառ շագանակագույն մազերով 35 տարեկան մի մարդ էր,
այնտեղ էր գտնվում, սեղանի առաջ նստած, իր դուրս ցցված լայն ճակատը նիհար ձեռքի մեջ առած, այնքան կլանված մի ձեռագրի ընթերցանությամբ, որ ամենևին գլուխը չդարձրեց, դռան բացվելը չիմանալով։ Իր կրթությունը գերմանական համալսարաններում ստացած մեծ խելքի տեր էր այդ Սիգիզմոնդը, որը բացի մայրենի ֆրանսերեն լեզվից գիտեր նաև գերմաներեն, անգլերեն և ռուսերեն։ 1849 թվականին Քյոլնում նա Կարլ Մարքսի հետ էր ծանոթացել և նրա հռենոսյան նոր լրագրի ամենասիրելի խմբագիրն էր դարձել։ Այդ ժամանակվանից սկսած նրա կրոնն արդեն որոշված էր։ Նա ջերմ հավատքով սոցիալիզմ էր քարոզում, իր ամբողջ անձը նվիրելով իր մոտալուտ սոցիալական վերանորոգման գաղափարին, որ նախքատների և ընչազուրկների երջանկությունն էր ապահովելու։ Այն ժամանակից ի վեր, երբ Գերմանիայից աքսորված հունիսյան օրերի հետևանքով Փարիզից հեռանալու ստիպված իր ուսուցիչը Լոնդոնում էր ապրում, գրում էր, ճգնում էր պարտիան կազմակերպել, ինքն իր կողմից ցնորքների էր անձնատուր եղել, այնքան անփույթ իր նյութական կյանքի նկատմամբ, որ հավանաբար սովից կմեռներ, եթե եղբայրը նրան պատսպարան չտար Ֆեյդո փողոցում, բորսայի մոտ, գիտեցած լեզուներն օգտագործելու և թարգմանիչ դառնալու միտքը ներշնչելով նրան։ Այդ ավագ եղբայրը պաշտում էր իր կրտսերին մայրական խանդաղատանքով։ Վայրագ գայլ իր պարտապանների հանդեպ, ընդունակ մինչև անգամ 10 սու կորզելու մարդու արյան միջից, նա իսկույն արտասվելու աստիճան գորովում էր, հանդես բերելով կանացի կրքոտ և հոգատար քնքշություն, հենց որ երեխա մնացած այդ մտածիր եղբորն էր վերաբերում խոսքը։ Բուշը նրան փողոցին նայող գեղեցիկ սենյակն էր տրամադրել, սպասուհու պես ծառայում էր նրան, ինքն էր վարում իրենց յուրահատուկ տնտեսությունը, ավլելով, կարգի բերելով անկողինները, հոգալով ուտելիքի մասին, որ նորական 2 անգամ մոտակա փոքր ճաշարանից էր ուղարկվում։ Ինքը այնքան գործունյա լինելով, գլուխը բազմաթիվ գործերով լցված, հանդուրժում էր նրա անգործությունը, որովհետև թարգմանություններն առաջ չէին շարժվում, Սիգիզմոնդի անձնական զբաղմունքներից խափանվելով։ Բուշը մինչև իսկ թույլ չէր տալիս, որ նա աշխատի, նրա թեթև, բայց չարագուշակ հազից անհանգստացած, և չնայած փողի անհագ սիրույն, իր սպանիչ ջլատությանը, որը փող վաստակելու մեջ էր գտնում ապրելու միակ նպատակը, նա ներողամտաբար ժպտում էր իր եղբոր ռևոլյուցիոն տեսությունների վրա և կապիտալիստական կարգը նրան հանձնում էր այնպես, ինչպես խաղալիքը երեխային կհանձնեն, ջարդվելու վտանգին ենթարկելով այն։ Սիգիզմոնդը նույնիսկ չգիտեր, թե իր եղբայրն ինչով էր զբաղվում հարևան սենյակում։ Նա ոչ մի գաղափար չուներ արժեզրկված արժեթղթերի այդ սարսափելի առևտրի և մուրհակների գնման մասին։ Նա ավելի բարձր ոլորտներում գերագույն արդարության երազների մեջ էր ապրում։ Բարեգործության միտքը վիրավորում էր, համբերությունից հանում էր նրան։ Ըստ իրեն, բարեգործությունը ողորմություն, բարությամբ սրբագործված անհավասարություն էր։ Նա միայն արդարությունն էր ընդունում, պահանջում էր, որ յուրաքանչյուրի իրավունքները վերականգնվեն և սոցիալական նոր սիստեմի անսասան սկզբունքները ճանաչվեն։ Ուստի Կարլ Մարքսի օրինակով, որի հետ մշտական թղթակցության մեջ էր, նա իր ամբողջ ժամանակ այդ սիստեմն ուսումնասիրելով էր վատնում, թղթի վրա անընդհատ փոփոխելով, կատարելագործելով ապագա հասարակությունը, թվերով ծածկելով բազմաթիվ էջեր, գիտության վրա հիմնելով ընդհանուր երջանկության բարդ շենքը։ Նա քչերից կապիտալը խլում էր, որպեսզի մնացած բոլորի միջև բաժանի այն։ Միլիարդներ էր խառնշտկում, գրչի մի հարվածով աշխարհի ողջ հարստությունն էր տեղափոխում։ Եվ այդ բոլորը կատարում էր այդ դատարկ սենյակում, չունենալով ոչ մի ուրիշ տենչ, բացի իր երազից, չձգտելով ոչ մի վայելքի, այնքան ժուժկալ ուտելու և խմելու տեսակետից, որ իր եղբայրը պետք է անպայման բարկանար, որպեսզի նա գինի խմեր և միս ուտեր։ Նա ցանկանում էր, որ ամեն մարդու իր ուժերի համաձայն կատարած աշխատանքն ապահովի իր պահանջների բավարարումը։ Ինքը կործանվում էր իր զբաղմունքներից, ոչինչ չպահանջելով անձնապես իր համար։ Դա մի իսկական իմաստուն էր, խանդավառ իր ուսումնասիրությունների մեջ, հրաժարված նյութական կյանքից, շատ հլու և շատ մաքուր։ Անցյալ աշնանից սկսած նա ավելի ու ավելի էր հազում, թոքախտը պաշարում էր նրան,
իսկ ինքը մինչև անգամ չէր բարեհաճում նկատել այդ և բուժվել։ Բայց երբ Սակարը մի շարժում արեց, վերջապես Սիգիզմոնդը բարձրացրեց իր խոշոր մտազբաղ աչքերը և զարմացավ, թեպետ այցելուն ծանոթ էր իրեն։ «Ես ուզում էի մի նամակ թարգմանել տալ»։ Երիտասարդի զարմանքն ավելանում էր, որովհետև իրենից հեռացել էին հաճախորդները, բանկիրները, գործամոլները, բորսային մակլերները, բորսային բոլոր գործարարները, որոնք բազմաթիվ նամակներ, շրջաբերականներ, տարբեր ընկերությունների կանոնադրություններ էին ստանում, մասնավորապես Անգլիայից և Գերմանիայից։ Այո, մի ռուսերեն նամակ։ Միմիայն 10 տող։ Այնժամ Սիգիզմոնդը մեկնեց ձեռքը։ Ռուսերենն իր մասնագիտությունն էր մնացել։ Այդ թաղամասի գերմաներենով և անգլերենով ապրող թարգմանիչների մեջ միայն ինքն էր սահուն թարգմանում ռուսերենից։ Նրա հաճախ երկար ժամանակով անգործ մնալը բացատրվում էր այն բանով, որ Փարիզի շուկայի վրա հազվադեպ էին ռուսերեն լեզվով փաստաթղթերը։ Նա նամակը բարձրաձայն ֆրանսերեն կարդաց։ Դա Կոստանդնուպոլսի բանկիրներից մեկի 3 նախադասությունից բաղկացած դրական պատասխանն էր։ Նա պարզապես այո էր ասում մի գործի վերաբերյալ իրեն արված առաջարկին։ «Շնորհակալություն», բացականչեց Սակարը, ըստ երևույթին շատ ուրախացած, և նա խնդրեց Սիգիզմոնդին թարգմանության այդ մի քանի տողերը նամակի հակառակ կողմի վրա գրել, բայց այդ միջոցին երիտասարդը հազի սարսափելի նոպայով բռնվեց, որը իր թաշկինակի մեջ խեղդեց, եղբորը չանհանգստացնելու համար։ Բուժն իսկույն նրա մոտ էր վազում, այդպիսի հազի ձայն իմանալուն պես։ Նոպան անցնելուց հետո Սիգիզմոնդը վեր կացավ տեղից, գնաց ամբողջովին բաց արեց լուսամուտը, հևալով, ուզենալով թարմոց շնչել։ Սակարը, որը նրան հետևել էր պատուհանի մոտ, այնտեղից դուրս մի հայացք ձգեց և թեթևորեն բացականչեց. «Վա՜, ձեր տնից երևում է բորսան»։ Նա ինչքան արտառոց է այստեղից։ Սակարը երբեք բարձրից չէր տեսել բորսան, և իսկապես այն տարօրինակ էր թվում իրեն, իր ցինկե տանիքի 4 ընդարձակ արտակարգ թեքվածքներով, որոնք ծածկված էին խողովակների մի ամբողջ անտառով։ Շանթարքելների ծայրերը վեր էին խոյանում, երկնքին սպառնացող վիթխարի տեգերի նման, իսկ ամբողջ շենքը մի քարե խորանարդ էր թվում, սյուներով ակոսված աղոտագորշ մի խորանարդ, մերկ և տձև ծվեն եղած դրոշակը մեջտեղում։ Բայց Սակարին առանձնապես զարմանք էին պատճառում աստիճաններն ու սյունաշարը, որոնք կարծես սև մրջյուններով էին ծածկված, իրարանցման մեջ եղող մի իսկական եռացող մրջնանոց, որ հանձնված էր մի վիթխարի հուզմունքի, որն անբացատրելի էր մնում այդքան բարձրությունից և գութ էր շարժում մարդկանց մոտ։ «Ինչքան փոքր են երևում այստեղից», շարունակեց Սակարը, «ասես հնարավոր է նրանց բոլորին մի բռի մեջ հավաքել»։ Այնուհետև ծանոթ լինելով իր խոսակցի գաղափարներին, նա ավելացրեց ծիծաղելով. «Մի քացիով այս բոլորը երբեք ջնջելու աշխարհի երեսից»։ Սիգիզմոնդն ուսերը բարձրացրեց. «Իսկ ինչու, առանց այդ էլ դուք ինքներդ ձեզ ոչնչացնում եք»։ Եվ քիչ-քիչ ոգևորվեց ու սկսեց խոսել այն գաղափարների մասին, որոնցով ամբողջովին համակված էր։ Ուրիշներին նոր հավատին բերելու պահանջը նրան ստիպում էր, որ ամենափոքր պատրվակով իր սիստեմը շարադրի։ «Այո, դուք մեզ համար եք աշխատում, ինքներդ անգամ չգիտենալով այդ մասին։ Դուք այստեղ հափշտակիչների մի փոքր խումբ եք կազմում և սեփականազրկում եք ժողովրդին, իսկ երբ դուք հղբանաք, մենք էլ ձեզ ենք սեփականազրկելու մեր հերթին։ Ամեն մի համագրավում, ամեն մի կենտրոնացում դեպի կոլեկտիվիզմ է տանում։ Դուք գործնականորեն ուսուցանում եք մեզ։ Չէ՞ որ մանր հողամասերը կուլ տվող խոշոր կալվածները, տնայնագործներին կլանող խոշոր արտադրողները, ամեն մրցակցություն ոչնչացնող մանր բանկերի և փոքրիկ խանութների սնանկացումից գիրացող խոշոր բանկերն ու մեծ խանութները դանդաղորեն, բայց անտարակույս դեպի նոր հասարակարգն են տանում։ Մենք սպասում ենք, որ ամեն ինչ ճարճատի, որ իր զարգացման վերջին ստադիային հասած արտադրության ներկա եղանակը անհանդուրժելի հակասությունների հանգի։ Այժմ բուրժուաներն ու գյուղացիները հենց իրենք կօգնեն մեզ։
Սակարը հետաքրքրված Սիգիզմունդին էր նայում անորոշ անհանգստությամբ, թեև խելագար էր համարում նրան։ Դե, վերջապես բացատրեցեք ինձ, ինչ բան է ձեր այդ կոլեկտիվիզմը։ Կոլեկտիվիզմը մրցակցության պայքարի շնորհիվ ապրող մասնավոր կապիտալների բոլոր աշխատավորների սեփականությունը հանդիսացող մի միասնական հասարակական կապիտալի վերածումն է։ Պատկերացրեք մի այնպիսի հասարակություն, որտեղ արտադրության գործիքները բոլորին են պատկանում, որտեղ ամեն ոք իր մտավոր և ֆիզիկական ուժերի համաձայն է աշխատում, և որտեղ այդ հասարակական կոոպերացիայի արդյունքները յուրաքանչյուրի աշխատանքի համեմատ են բաժանվում։ Դրանից ավելի հեշտ բան չկա, այնպես չէ։ Հասարակական արտադրություն ազգայնացված գործարաններում, նավաշինարաններում, արհեստանոցներում, իսկ աշխատանքի վարձատրումը ապրանքներով։ Գերարտադրության դեպքում ավելորդ ապրանքները հասարակական պահեստներում են դնում, որպեսզի դրանցով հնարավոր պակսորտները լրացվեն։ Հարկավոր է միայն ճշգրիտ հաշվարկում կատարել։ Եվ դա, ինչպես կացնի հարվածը, կտապալի փտած ծառը։ Էլ ոչ մի մրցակցություն, ոչ մի մասնավոր կապիտալ, և հետևաբար կոչնչանան ամեն տեսակի գործառնությունները, առևտուրը, շուկաները, բորսաները։ Շահի գաղափարն այլևս անիմաստ կդառնա։ Չարաշահության, առանց աշխատանքի վաստակված եկամուտների աղբյուրները ինքնըստինքյան կչորանան։ Էհե, ընդհատեց նրան Սակարը, այդ դեպքում շատ մարդկանց մոտ սովորությունների արտակարգ փոփոխություն կկատարվեր։ Բայց ներկայումս եկամուտ ունեցողների հետ ինչպես եք վարվելու։ Վերցնենք օրինակի համար Գունդերմանին։ Ինչ է, նրանից խլելու եք իր միլիարդը։ Ամենևին, մենք կողոպտիչներ չենք։ Մենք նրանից կվերցնեինք իր միլիարդը, իր բոլոր արժեթղթերը, տոկոսաբեր թղթերը և իրեն տարեկան ժամկետների բաժանված նյութական բարիքներից օգտվելու իրավունքով օժտված բոներ կտայինք։ Եվ դուք պատկերացրեք այդ հսկայական կապիտալը, որը սպառման առարկաների մեծ հարստությամբ է փոխարինված։ Մոտ 100 տարի հետո ձեր այդ Գունդերմանի հետնորդները մյուսների նման ստիպված կլինեն աշխատել, որովհետև տարեկան բոները վերջապես սպառվելու էին, և նրանք չպիտի կարողանային կապիտալի վերածել իրենց մոտ անխուսափելիորեն խնայված մթերքները, սպառման առարկաների այդ մասսայի ավելցուկները, անգամ եթե ենթադրելու լինենք, որ ժառանգության իրավունքը պահպանվելու է։ Ձեզ ասում եմ, որ այդ դեպքում մի հարվածով կոչնչացվեն ոչ միայն անհատական ձեռնարկությունները, բաժնետիրական ընկերությունները, մասնավոր կապիտալների ասոցիացիաները, այլև եկամուտների անուղղակի աղբյուրները, ամբողջ վարկային սիստեմը, փոխառությունները, բնակարանային և վարձակալության վճարները։ Միայն աշխատանքը կլինի արժեքի չափանիշը։ Աշխատավարձը իհարկե կվերածվի, կապիտալիստական ներկա պայմաններում աշխատանքի ճշգրիտ արդյունքին համապատասխան չլինելով, քանի որ միշտ աշխատավորի ապրուստի մինիմումին է հավասարեցվում։ Եվ պիտի խոստովանել, որ դրանում միակ մեղավորը այժմյան հասարակարգն է, որ մինչև անգամ ամենաազնիվ ձեռնարկատերը ստիպված է մրցակցության դաժան օրենքին հետևել, շահագործել իր բանվորներին, եթե ցանկանում է ապրել։ Անհրաժեշտ է մեր ողջ հասարակական սիստեմը կործանել։ Ուր էր թե Գունդերմանը խեղդվեր, օգտվելու իրավունք տվող իր բոների բեռան տակ։ Ուր էր թե Գունդերմանի ժառանգներին չհաջողվեր բոլորն ուտել։ Ուր էր թե նրանք հարկադրվեին բաժին հանել ուրիշներին և բրիչը կամ մուրճը վերցնեին մնացածների պես։ Եվ Սիգիզմունդը, որը դեռ կանգնած էր պատուհանի մոտ, դասամիջոցից օգտվող դպրոցականի նման սրտանց քրքջաց, աչքերը բորսային հառած, որտեղ սև մրջնանոցի պես վխտում էին չարաշահները։ Նրա այտերը վառ կարմիր դարձան։ Նա ապագա արդարությունը պատկերացնելուց բացի ուրիշ զվարճություն չուներ։ Սակարի անհանգստությունն ավելացել էր, բայց եթե այդ աշխույժ երազողը ճիշտ էր ասում, եթե գուշակել էր ապագան, նրա բոլոր ասածները շատ պարզ և տրամաբանական էին թվում։ Շշնջաց նա հանդարտվելու համար, ու այդ բոլորը գալ տարի տեղի չեն ունենալու։ Անկասկած,
Հարեց Սիգիզմոնդը իր նախկին լուրջ և հոգնած տեսքն ընդունելով։ Մենք հիմա անցման շրջանում, ագիտացիայի շրջանում ենք գտնվում։ Կարող է պատահել, որ ռևոլյուցիոն բռնություններ կատարվեն։ Դրանք հաճախ անխուսափելի են, բայց չափազանցությունները, պոռթկումներն անցողիկ են։ Ես ընդունում եմ անմիջական մեծ դժվարությունները։ Մեր երազած այդ ամբողջ ապագան անիրագործելի է թվում։ Մեզ չի հաջողվում մարդկանց բանական պատկերացում տալ այդ ապագա հասարակության մասին, այդ արդարացի աշխատանքի հասարակության մասին, որի բարքերն այնքան տարբերվելու են մեր բարքերից։ Ասես մի նոր աշխարհ ուրիշ մոլորակում։ Եվ հետո պետք է անկեղծորեն խոստովանել. վերակառուցումը դեռ պատրաստ չէ, տակավին որոնումների մեջ ենք։ Ես բոլորովին չեմ քնում և ամբողջ գիշերներ այդ մասին եմ մտածում։ Օրինակի համար, խիստ հավանական է, որ մեզ ասեն, եթե իրերի դրությունն այսպիսին է, նշանակում է, որ մարդկային գործերի տրամաբանությունն է այդպես ստեղծել այն։ Հետևաբար, ինչ վիթխարի աշխատանք է պահանջվում գետն իր ակունքին վերադարձնելու և այն մի ուրիշ հունի մեջ դնելու համար։ Անտարակույս ներկա իր դարավոր բարգավաճմամբ ինդիվիդուալիզմի սկզբունքին է պարտական, որը մրցակցության, անձնական շահի շնորհիվ անընդհատ բարձրացնում է արտադրողականությունը։ Կոլեկտիվիզմը երբևիցե հասնելու է այդ բեղմնավորության, իսկ ինչպիսի միջոցներով կարելի է ակտիվացնել աշխատողի արտադրողական ֆունկցիան, երբ շահի գաղափարը ոչնչացվի։ Ահա դա ինձ համար պարզ չէ։ Այդ է ինձ անհանգստացնողը։ Դա է մեր թույլ տեղը, որը պետք է լավ հետախուզենք, եթե ուզում ենք, որ սոցիալիզմը հաղթանակի մի օր։ Բայց մենք հաղթելու ենք, որովհետև արդարությունն ենք ներկայացնում։ Նայեք ձեր առաջ գտնվող այդ շենքին։ Տեսնում եք այն։ Բորսա՞ն, հարցրեց Սակարը։ Իհարկե տեսնում եմ։ Ահա թե ինչ։ Հիմարություն կլիներ բորսան պայթեցնել, որովհետև միևնույն է, այն ուրիշ տեղ կկառուցեին։ Միայն թե ես ձեզ նախօրոք ասում եմ, որ դա ինքնին պայթելու է, երբ ազգի տրամաբանորեն միակ և ընդհանուր բան կդարձած պետությունը կսեփականացնի այն։ Եվ ով գիտե, թերևս նա մեր վիթխարի հարստությունների հասարակական պահեստն է դառնալու, առատության շտեմարաններից մեկը, որի միջոցով մեր թոռները ունենալու են տոնական օրերի շքեղությունը։ Մի լայն ժեստով Սիգիզմոնդը բաց էր անում ընդհանուր և միջակ երջանկության այդ ապագան։ Նա այնքան էր հուզվել, որ հազիվոպան կրկին բռնեց նրան։ Իր սեղանին վերադառնալով, նա արմունկներով թղթերին հենվեց և ձեռքերով գլուխը բռնեց, կոկորդը կտրատող խզզոցը խեղդելու համար, բայց այս անգամ նա չէր հանգստանում։ Հանկարծ դուռը բացվեց, և բուշն արագ ներս մտավ, որը մինչև այդ ուղարկել էր Մեշենին։ Նա սաստիկ հուզված էր և ասես ինքն էլ տանջվում էր այդ գարշելի հազից։ Նա իսկույնևեթ կռացավ և իր մեծ թևերով գրկեց եղբորը, կարծես մի հիվանդ երեխայի օրորելիս լիներ։ Ապա փոքրիկս, էլի ինչ պատահեց քեզ, որ խեղդվում ես։ Գիտես, պետք է բժիշկ կանչել տաս, խելոք բան չես անում։ Երևի շատ խոսեցիր։ Եվ նա խետ-խետ Սակարին էր նայում։ Վերջինս կանգնել էր սենյակի մեջտեղում, հաստատապես տակնու վրա եղած, Սիգիզմոնդի այդ այնքան կրքոտ և հիվանդությունից հյուծված բարձրահասակ անձնավորության իրեն ասածներից, որն իր պատուհանի բարձրությունից գուցե աչքով էր տալիս բորսան, ամեն ինչ ոչնչացնելու և ամեն ինչ նորից կառուցելու իր հեքիաթներով։ Շնորհակալություն, ես գնում եմ, ասաց Սակարը, շտապելով փողոց դուրս գալ։ Նամակս թարգմանության հետ միասին ինձ կուղարկեք։ Ուրիշ նամակներ եմ սպասում։ Բոլորի հաշիվները մեկ կմաքրենք։ Բայց եղբորն օպան անցած լինելով, բուշը փոքր-ինչ ևս պահեց նրան։ Լավ հիշեցի։ Այն կինը, որն այստեղ էր քիչ առաջ, ժամանակին ճանաչելիս է եղել ձեզ։ Շատ վաղուց։ Հա՞, որտեղ։ Լահարկ փողոցում, համար 52 տանը։ Ինչքան էլ տիրապետեր իրեն, Սակարն այնուամենայնիվ գունատվեց։ Նրա բերանը ջղայնորեն ձգվեց։ Ոչ թե այն պատճառով, որ այդ րոպեին սանդուղքի վրա իր բռնաբարած աղջկան հիշեց,
Ինքը վերջինիս հղիությունն իսկ չէր իմացել, չգիտեր երեխայի գոյության մասին, բայց իր փարիզյան կյանքի առաջին ծանր տարիների հիշեցումը միշտ անհաճո է եղել իր համար։ Լահարկ փողոցում ես ընդամենը մի շաբաթ ապրեցի այնտեղ, Փարիզ ժամանելուց, քանի բնակարան չէի գտել։ Ցտեսություն, շեշտելով պատասխանեց Բուշը, որը սխալվեց, խոստովանության տեղ ընդունելով Սակարի շփոթությունը։ Նա արդեն մտածում էր, թե ինչպես ավելի լավ օգտվի այդ իրադարձությունից։ Նորից փողոցում հայտնվելով, Սակարը մեքենաբար բորսայի հրապարակը վերադարձավ։ Նա խիստ հուզված էր և նույնիսկ չնայեց թղթավաճառանոցի դռանը կանգնած փոքրահասակ տիկին Կոնենին, որի շիկագույն գեղեցիկ դեմքը ժպտում էր։ Հրապարակում հուզմունքն ավելացել էր։ Բորսային խաղի վայնասունը մակընթացության անսանձելի ուժգնությամբ գալիս խփվում էր բազմությամբ վխտացող մայթերին։ Ժամը 2:45 առանձնապես կատաղի գոռգոռոց էր սկսվում։ Դա վերջին կուրսերի մարտն էր, երբ բուռն ցանկություն էր առաջանում իմանալու, թե այդ օրը ով գրպանները լցրած էր հեռանալու բորսայից։ Կանգնած բորսայի փողոցի անկյունում, սյունաշարի դիմաց, Սակարը կարծես խառնաշփոթ հրհրոցի մեջ, սյուների տակ բորսային խաղով տարված իջախաղաց Մոզերին ու բարձրախաղաց Պեյրոյին տեսավ և ասես մակլեր Մազոյի մեծ դահլիճի խորքից եկող սուր ձայնը լսեց, որը մեկ-մեկ խեղդվում էր ժամացույցի տակ կուլիսի մեջ նստած Նաթանսոնի որոտալից բասից։ Բայց քիչ մնաց ջրատար առվի հենց եզրից ընթացող մի կառք ցեխոտեր նրան։ Մասյասը գետին ցատկեց նախքան ձիերի կանգնելը, արագորեն բարձրացավ սանդուղքով և շնչասպառ վիճակում ինչ-որ հաճախորդի վերջին հրամանը բերեց։ Իսկ Սակարը, շարունակելով անշարժ կանգնել, աչքերը վերևում կատարվող տուրուդմփոցին հառած, մտքով վերապրում էր իր անցյալ կյանքը, վրդովված Փարիզի իր առաջին քայլերի հիշողությունից, որը Բուշի հարցն էր արթնացրել։ Նա հիշում էր Լահարկ փողոցը, ապա Սեն-Ժակ փողոցը, որտեղ իր ծռմռած կոշիկներն էր քարշ տվել այն արկածախնդիր նվաճողի նման, որը Փարիզ եկել էր այն իրեն ենթարկելու նպատակով։ Եվ Սակարը կատաղում էր այն մտքից, թե այդ դեռևս չէր հաջողվել իրեն, թե ինքը նորից սալահատակի վրա էր, հարստության ակնկալությամբ, առաջվա պես անհագ, տանջված, վայելքների այնպիսի ծարավից, որպիսին նա երբեք չէր զգացել։ Այդ գիժ Սիգիզմոնդը ճիշտ էր ասում, աշխատանքով հնարավոր չէր ապրել։ Միայն թշվառներն ու հիմարներն են աշխատում ուրիշներին գիրացնելու համար։ Միայն բորսախաղն էր իսկական գործ, որը մի օրվա մեջ կարող է բարեկեցություն, պերճություն, փառավոր իսկական կյանք շնորհել մարդուն։ Եթե այդ հին աշխարհն իրոք փուլ էր գալու մի օր, մի՞թե իրեն պես մարդը իր ցանկությունները բավարարելու համար ժամանակ ու տեղ չէր գտնելու խորտակումից առաջ։ Հանկարծ անցորդներից մեկը արմունկով նրան խփեց և շուռ իսկ չեկավ ներողություն խնդրելու։ Դա իր ամենօրյա, կարճատև առողջապահական զբոսանքը կատարող գունդերմանն էր։ Սակարը տեսավ, թե ինչպես նա անուշարան մտավ, որտեղից այդ ոսկու թագավորը երբեմն 1 ֆրանկի արժողությամբ մի տուփ կոնֆետ էր գնում իր թոռնիկների համար։ Եվ գունդերմանի արմունկի հարվածը այդ րոպեին, երբ բորսայի մոտիկությունից ստացած հուզմունքը գնալով ավելանում էր, ասես մտրակի հարված, վերջին խթանը հանդիսացավ Սակարի համար, որն անմիջապես որոշում կայացրեց։ Նա ավարտել էր բերդի պաշարումը, մնում էր միայն հարձակման անցնել։ Նա անողոք պայքար մղելու երդում արեց, Ֆրանսիայից դուրս չէր գալու, արհամարհելու էր եղբորը, վերջնագույն խաղն էր խաղալու, մի սարսափելիորեն խիզախ ճակատամարտ էր տալու, որը կամ Փարիզն իր ոտքերի տակ կդներ, կամ իրեն ջրատար առվի մեջ կգցեր ջարդված կողերով։ Մինչև բորսայի փակումը Սակարը համառորեն կանգնեց իր տեղում, սպառնալից հայացք ձգելով այնտեղ։ Նա տեսավ, թե ինչպես դատարկվեց սյունաշարը, թե ինչպես դանդաղորեն ցրվող, հուզված և հոգնած բազմությամբ լցվեցին աստիճանները։ Իր շուրջը մայթերն ու սալահատակն առաջվա պես ծածկված էին մարդկանց անընդհատ հոսանքով, շահագործման ենթակա հավիտենական բազմությամբ, ապագա բաժնետերերով,
որոնք այդ վիթխարի խաղատան մոտով չէին կարող անցնել առանց իրենց գլուխը շուռ տալու, հրապուրվելով և վախենալով այնտեղ կատարվողից, ֆինանսական գործողությունների այդ գաղտնիքից, որն այնքան ավելի էր գրավում ֆրանսիացիներին, որքան նրանցից քչերն էին թափանցում դրա էության մեջ։